Փառք Տիրոջը, մենք շատ երախտապարտ ենք Աստծուն այս երեկո կրկին հավաքվելու հնարավորության համար, հուսով եմ, որ Աստծո շնորհով բոլորը ձեզ լավ եք զգում։ Մենք շատ ուրախ ենք տեսնել ձեզ բոլորիդ և ուրախ ենք ձեզ համար, որ կարող ենք համախմբվել մեր Տեր Հիսուս Քրիստոսի անձի և ներկայության շուրջ։ Մենք իրականացնում ենք այս զրույց-շփումները, որտեղ կարող ենք պարզապես առանց շտապելու խորասուզվել Խոսքի մեջ և կարծես բյուրեղացնել մեր մտածողությունը, տեսնելով, թե ինչ է կատարվում երկրի վրա այս ժամին, այն, ինչ համակել է այս աշխարհի երկրները, և շատերի մոտ նույնիսկ խուճապ ու վախ է առաջացրել, հատկապես եթե նրանք ապրում են Եվրոպայում կամ Ուկրաինայում և այդ վայրերում։ Գիտեք, նրանք գտնվում են տեղի ունեցող իրադարձությունների հենց էպիկենտրոնում։ Աշխարհի այս մասում մենք այնքան էլ ծանոթ չենք։ Դե այո, մեզ մոտ լինում են ինչ-որ հանցագործ բախումներ և նման բաներ, ինչպես նրանց մոտ, բայց այստեղ գլխավերևում ինքնաթիռներ չեն թռչում ռումբեր գցելով, և տանկեր չեն քշում քաղաքով, և այդպես շարունակ։ Հենց դա է, նրանք աշխարհի այդ մասում նման փորձի պատմություն ունեն։ Ուստի, երբ մենք նայում և տեսնում ենք, որ նման բաներ են կատարվում, մենք ահազանգում ենք հենց մարգարեության պատճառով, որովհետև մենք հաստատապես հավատում ենք, որ այն ամենը, ինչ կատարվում է երկրի վրա այս ժամին և ցանկացած այլ ժամի, գրված է Աստվածաշնչում, քանի որ Աստվածաշնչում խոսքը բաշխված է յուրաքանչյուր ժամանակաշրջանի, յուրաքանչյուր ժամանակի և յուրաքանչյուր ժամկետի համար, երկնքի տակ ամեն բան իր ժամանակն ու ժամկետն ունի, այնպես, որ ոչինչ պատահական չի լինում, և միակ ձևը, որով Աստծո զավակները կարող են ունենալ հավատ ու սպասում և իմանալ, թե որ ուղղությամբ նայել, նրանք պետք է տեսնեն այն, ինչ մարգարեացված է Աստվածաշնչում, տեսնեն, թե որտեղ է դա իրականանում։ Իսկ շատերի համար սա այդքան էլ հեշտ չէ, որովհետև Խոսքի այս մասը պահանջում է, որ մենք ուսումնասիրենք Խոսքը, մեզնից պահանջվում է ժամանակ տրամադրել։ Ահա թե ինչու էր Դանիելը կարդում Երեմիայի մարգարեությունը, երբ նա Բաբելոնում էր։ Մտածել միայն, նա ուներ մարգարեի աշխատությունները, ճիշտ այնպես, ինչպես մենք ունենք այս վերջին օրերում Աստծո կողմից ուղարկված մարգարեի քարոզները ձայնագրությունների և գրքույկների տեսքով։ Եվ երբ մենք ուսումնասիրում ենք այս մարգարեությունները, երբ Դանիելը ուսումնասիրում էր Երեմիայի մարգարեությունը, նա սկսեց հասկանալ ժամանակը, ինչ-որ բան ցնցեց նրան։ Մարգարեության մեջ ասվում էր, որ նրանք այնտեղ կմնան 70 տարի, և երբ Դանիելը հաշվեց, նա հասկացավ, որ արդեն անցել է 68 տարի։ Այնպես, որ նա գիտեր, որ Աստված միշտ գործում է ճիշտ ժամանակին և ժամկետին, երբ նա խոստում է տալիս, և նրա ժողովուրդը արթնության կարիք ունի։ Այսպիսով, հայտնությունը եկավ Դանիելին, իսկ Դանիելը սկսեց փոխանցել այդ հայտնությունը իր ժողովրդին, հրեաներին։ Չէ՞ որ իրականում ոչ ոքի չէր թույլատրվում լքել Բաբելոնը։ Հենց Աստծո ժողովուրդն էր, հրեաները, որ գերության էր տարվել, և Աստված նրանց հնարավորություն տվեց վերադառնալ հայրենիք։ Ահա թե ինչու են հրեաները վերադառնում այս վերջին օրերին, թզենին բողբոջում է և այլն։ Դե, շատ մարդիկ կարող էին վերադառնալ իրենց հայրենի գյուղերը, կարող էին տարբեր վայրեր, որտեղ ժամանակին ապրել են, վերադառնալ և ապրել իրենց հարազատների մեջ և այլն, բայց իրականում այնտեղի մարգարեությունը
վերաբերում է հրեաներին, կոնկրետ Աստծո ժողովրդին։ Այսպիսով, Աստված շարադրում է իր խոսքն այնպես, որ մեզ պետք չէ գուշակություններ անել, որովհետև գալիս է ճշմարտության հոգին, ինքը, Աստծո հրեշտակը, ինչպես նա եկավ Դանիելի մոտ և սկսեց հայտնել նրան։ Ճիշտ այդպես նա գալիս է իր որդիների և դուստրերի մոտ։ Եվ եթե մտածեք, սա շատ կարևոր է, չէ՞ որ երբ դուք տեսնում եք, թե ինչպես է Աստված ինչ-որ բան կատարում, երբ կա որոշակի կարիք, և մարդիկ կարդում են նրա խոսքը և աղոթում են ու ակնկալում են լսել նրան, քանի որ ժամանակը չի սպասում, իսկ նրանք ուզում են իմանալ, թե ինչ է կատարվում, այդ ժամը Աստված հավատարիմ է, նա գիտեր, որ դա արեց Դանիելի համար, իսկ Դանիելը հավատացյալ էր, ով հավատում էր նրան, և երբ դա հասավ նրան, ճիշտ այդպես դա գալիս է այլ հավատացյալներին անկախ նրանից, թե որտեղ եք ապրում։ Դուք ապրում եք երկրի վրա այս ժամանակում, չէ՞ որ ողջ աշխարհն այսօր Բաբելոն է, ողջ աշխարհն այսօր վերածնված հռոմեական կայսրությունն է։ Ահա թե ինչու, երբ մենք նայում և տեսնում ենք կատարվող իրադարձությունները, մենք նայում ենք գրքի օրինակին։ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան։ Եթե նա դա արեց Դանիելի համար, ապա նա կարող է դա անել նաև մեզ համար։ Եթե մտածեք, մենք ոչնչով պակաս չենք Դանիելից, նրանք ապրում էին ցուլերի և նոխազների արյան տակ, այն օրերին նրանք չունեին ճշմարիտ խաբություն, դա այդպես է։ Նույնիսկ երբ Դանիելը մահացավ, նա չէր կարող անմիջապես երկին գնալ, նրանք պետք է սպասեին, մինչև Հիսուսը գար նրանց հարություն տալու համար։ Հասկանում եք, նա գերեվարեց գերությունը։ Բոլոր նրանց, ովքեր մահացել էին հավատքով, ինչպես կարդում ենք Եբրայեցիներում, երբ նա բարձրացավ բարձունքը, նա նրանց իր հետ վերցրեց։ Դե ինչ, այսօր հարսը գտնվում է այստեղ երկրի վրա, նրա հարսը, իսկ դա մի առանձնահատուկ ժողովուրդ է, որին Աստված ընտրել է, ընտրյալ ժողովուրդ։ Այսպիսով, այս ժամանակահատվածում մենք ուսումնասիրում էինք այս ամենը և այսօր կարծում եմ արդեն 4-րդ զրույցն է, մենք արդեն ունեցել ենք 3 զրույց, իսկ այսօր 4-րդի ժամանակ ես ուզում եմ մի կարճ աղոթք բարձրացնել, որպեսզի կարողանանք անմիջապես անցնել գործին, այնպես որ դուք միացեք և եկեք աղոթենք։ Ճիշտ այնպես, ինչպես Աստված այցելեց Դանիելին, ճիշտ այնպես, ինչպես Աստված նրան հայտնություն տվեց խոսքից, իսկ դա նրան դրդեց այնպիսի մի հունի մեջ, որ նա կարողացավ օգնել իր ժողովրդին, նա կարողացավ նախապատրաստվել և պատրաստ լինել այն ամենին, ինչ Աստված ուզում էր իրագործել իր ժողովրդի մեջ այդ ժամին։ Բարեգութ Հայր, այսօր մենք երախտապարտ ենք Քո մեծ ներկայությանը մոտենալու արտոնության համար։ Ոչ թե պարզապես բառեր արտասանելու, այլ արյան միջոցով գալու, նոր և կենդանի ճանապարհով, ինչպես այն կոչված է խոսքում։ Եվ այս կենդանի ճանապարհը մեզ բերում է դեպի շնորհի գահը, որտեղ մենք կգտնենք շնորհ, որը կօգնի մեզ կարիքի ժամանակ։ Ուստի մենք գիտենք, որ մենք կարիքավոր մարդիկ ենք, երբ մենք նայում ենք մեր կարիքներին, Տեր, մենք մտածում ենք մեր գլխավոր կարիքների մասին, Տեր, ամենակարևոր կարիքների, իսկ դրանցից մեկը Քո կամքի հայտնությունն ունենալն է, Քրիստոսի միտքն ունենալ երկրի վրա կատարվող իրադարձությունների վերաբերյալ։ Այն, ինչի շնորհիվ մենք քայլենք Քո սիմֆոնիայի հետ համաքայլ և ռիթմի մեջ, որպեսզի կարողանանք շարժվել աստվածային առաջնորդության և Սուրբ Հոգու ազդեցության ներքո։ Այսպիսով, այս երեկո, սիրելի Աստված, իմանալով, որ Քո զավակները հավաքվել են այս տարածաշրջանի այնքան շատ վայրերում և հեռավոր շրջաններում ու երկրի հեռավոր վայրերում, Տեր, և բոլոր նրանք, ովքեր միավորված են մեզ հետ և հավաքված են 4 տարածաչափության միջոցով, մենք աղոթում ենք, որ Դու այսօրվա ծառայությունը դարձնես առանձնահատուկ, որպեսզի խոսքը, որը կգա մեր սրտերը, կենդանացնի մեզ, արթնացնի մեզ, ոգեշնչի մեր հավատքը։
հաստատի մեզ և լուսավորի մեզ, սիրելի Աստված, որպեսզի մենք կարողանանք քայլել քեզ հետ սերտ միության և հաղորդակցության մեջ։ Խնդրում եմ արա դա մեզ համար, Հայր, մենք նայում ենք քեզ, հավատալով և հուսալով քեզ, քանզի դու ասացիր, երբ դուք աղոթում եք մի բանի համար հավատացեք, որ կստանաք ձեր խնդրածը և կստանաք։ Ուստի մենք այդպես էլ ստանում ենք այն, և մենք հավատում ենք, որ դու շնորհում ես դա մեզ, և մենք ակնկալում ենք դրա դրսևորումը, և մենք ակնկալում ենք, որ Տեր, դուք խարսխես մեր հոգին այնպես, որ Տեր, մենք կարողանանք հաղթահարել այս ժամանակը և այս ժամանակահատվածում լինենք վստահ և ուրախ։ Շնորհիր մեզ դա, Հայր, սրբացրու մեր սրտերը, քո զավակները որտեղ էլ որ հավաքված լինեն, թող քո խաղաղությունն ու քո ներկայությունը լինեն նրանց հետ, թող Աստծո հրեշտակը շրջի թաղամասերով, շարժվի նրանց մեջ։ Ով Աստված, ինչպես Աստծո հրեշտակը երևաց Կոռնելիոսին, և դու որոշեցիր ինչ-որ բան անել նրա և նրա ընտանիքի համար, և դու մարդ ուղարկեցիր Պետրոսի հետևից, և Պետրոս եկավ, սիրելի Աստված, այն ինչ տեղի ունեցավ Պենտեկոստեի օրը կրկնվեց ուղիղ նրանց մեջ։ Այսպիսով մենք շնորհակալ ենք քեզ, Տեր, և աղոթում ենք, որ դու պարզապես այս ծառայությունն ամբողջությամբ վերցնես քո վերահսկողության տակ։ Տուր ինձ մտքի արթնություն և կենտրոնացվածություն, սիրելի Աստված, և թող ինձ վրա լինի քո կենդանացնող զորությունը, Տեր, որպեսզի քո խոսքի տեսիլքը լինի պարզ և կարողանա արտահայտվել քո Սուրբ Հոգու օծության և ներշնչանքի ներքո։ Տեր, ուղղված քո զավակների հոգիներին, և որպեսզի այդ խոսքը դառնա կենդանի և արդիական, խնդրում եմ շնորհիր դա, Տեր, մենք շնորհակալ ենք քեզ, մենք խնդրում ենք այս ողորմություններն ու օրհնությունները Հիսուս Քրիստոսի ամենազոր և թանկագին անվամբ, ամեն։ Շատ լավ, ես ուզում եմ սկսել և կարդալ Հայտնություն 6-ից։ Այս չորրորդ զրույցի ժամանակ կցանկանայի խոսել հետևյալ թեմայով. Բարձրյալը տիրում է մարդկային թագավորության վրա։ Բարձրյալը տիրում է մարդկային թագավորության վրա։ Գիտեք, երբ մենք տեսնում ենք երկրները, թե ինչ են նրանք անում, այս մարդիկ, այս բոլոր ռումբերով, տանկերով, ինքնաթիռներով, գիտեք, թե ինչեր են նրանք անում, արդյոք Աստված է իշխում այդ թագավորություններում։ Իսկապես դա այդպես է։ Իսկ եթե Աստված թույլ է տալիս դա, ապա ինչու է Աստված դա թույլ տալիս։ Երբ մենք ճանաչում ենք Տիրոջը, ով մեզ հայտնված է իր խոսքի մեջ, մենք գիտենք, որ Նա ունի պատճառ և նպատակ այն ամենի համար, ինչ Նա անում է։ Երբեմն նույնիսկ ձեր անձնական կյանքում, երբ ասվում է «և ամեն ինչ դեպի բարին է գործակից լինում Աստծուն սիրողներին և Նրա կամքով կանչվածներին»։ Երբեմն դուք տեսնում եք ինչ-որ բան և մտածում եք՝ միթե սա կարող է գործակից լինել բարիքի համար, սա իմ կյանքի վատթարագույն ժամանակն է։ Ոչ, դա գործում է բարիքի համար, որովհետև Նա ձեզ կանչել է դեպի ակնկալվող ավարտին։ Նա ձեզ նախապես ճանաչեց, իսկ ում Նա նախապես ճանաչեց, նրանց նաև նախասահմանեց, իսկ ում Նա նախասահմանեց, նրանց նաև կանչեց։ Եվ ես միշտ կոչ եմ անում ձեզ թեթևամտորեն չվերաբերել խոսքին։ Խորհեք խոսքի շուրջ, որովհետև ոչ մի յոտա կամ ոչ մի նշանագիր անկատար չի մնա։ Երկինք ու երկիրը կանցնեն, բայց այս խոսքը չի անցնի։ Եվ ուստի, երբ մենք կարողանում ենք որսալ իմաստը, Աստծո իմաստը իր խոսքում, որը Նա տվել է մեզ, և երբ մենք տեսնում ենք այն հատվածները, որոնք կիրառելի են մեզ համար այս ժամին և պահին, մենք չենք նայում պարզապես իրերի արտաքին դրսևորումներին։ Մենք մեր սրտում մեր ճանապարհները հանձնում ենք Տիրոջը
Մենք խնդրում ենք նրա առաջնորդությունը, մենք խնդրում ենք նրա հասկացողությունը, որտեղ մենք գիտենք, որ նա պատրաստ է հայտնել մեզ, չէ՞ որ նա հուսախաբության հեղինակը չէ, նա խաղաղության հեղինակն է։ Նա անում է այս ամենը մեզ համար, որպեսզի մենք կարողանանք ունենալ վստահություն, կարողանանք խաղաղություն ունենալ մեր սրտերում, անկախ նրանից, թե ինչպիսի տեսք ունի ամեն ինչ մեր շուրջը, մեզ պետք չէ խուճապի մատնվել, մեզ պետք չէ վախից թուլանալ։ Մենք պարզապես աղոթքով հառաչում ենք այդ սուրբ անունը, ամեն, իմանալով, որ որտեղ 2 կամ 3 հոգի հավաքված է նրա անվամբ, այնտեղ էլ նա է նրանց մեջ։ Եվ երբ մտածում եք այս բաների մասին, հիշեք Գեհեզիին։ Նա այնքան էր վախեցած զինվորներից, որոնց տեսնում էր այնտեղ ֆիզիկական տեսողությամբ, բայց նա չէր գիտակցում, որ այնքան շատ հրեշտակներ, երկնային հրեշտակների լեգիոններ եւ լեգիոններ էին նրա շուրջը։ Եվ Եղիսեն, ով այնքան զգայուն էր դրա հանդեպ, ասաց. «Տեր, բացիր տղայի աչքերը, որ տեսնի»։ Այնպես որ երբեմն մեզ պետք է նման զգայունություն կամ մեզ պետք է լինել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ապրում են գերզգայարանով, այսինքն հավատքով, ովքեր նայում են անտեսանելիին, չէ՞ որ դա է քրիստոնեական կյանքը, դա է քրիստոնեական կյանքը։ Այսպիսով Հայտնություն 6, 7 եւ 8 խոսքերը, սա 4-րդ կնիքն է։ Եվ երբ նա բացեց 4-րդ կնիքը, լսեցի 4-րդ կենդանու ձայնը, որն ասում էր. «Արի եւ տես», եւ ես նայեցի, եւ ահա մի դժգույն ձի, եւ նրա վրա հեծյալը, որի անունն էր Մահ, եւ դժոխքը հետևում էր նրան, եւ նրանց իշխանություն տրվեց երկրի 4 մասի վրա սպանելու սրով եւ սովով եւ համաճարակով եւ երկրի գազաններով։ Պատկերացրեք միայն։ Եվ նրանց Մահին եւ դժոխքին իշխանություն տրվեց երկրի 4 մասի վրա, սպանելու սրով, սովով, համաճարակով եւ երկրի գազաններով։ Այս 2 խոսքերը բաղկացած են 4-րդ կնիքը բաղկացած է այս 2 խոսքերից, իսկ 4-րդ կնիքը երբ բացվում էր յուրաքանչյուր կնիկ առաջին 4-ը, Քերովբեն հայտարարություն էր անում։ Նա կոչվում է 4-րդ կենդանի, ես լսեցի 4-րդ կենդանու ձայնը։ Իրականում այդ բառը նշանակում է կենդանի էակ, երկնային էակ, որը հայտարարություն է անում Հովհաննեսին։ Նա տեսնում է, թե ինչպես է գառը բացում, բայց նա լսում է ձայնը։ Ուստի նա լսեց, թե ինչպես 4 կենդանու ձայնն ասաց. «Արի եւ տես»։ Չէ՞ որ երբ Աստված բացում է կնիքը, դա նշանակում է, որ ինչ-որ բան կնքված էր։ Կնիքի հետևում գաղտնիք կար։ Ուստի երբ այստեղ Աստված շարադրում է սա, նա պատրաստվում է բացել գաղտնիքը, որը չպետք է հայտնվի ոչ ոքի, մինչ այդ կնիքը չբացվի։ Ուստի նախկինում ոչինչ հայտնի չէր, ահա թե ինչու այս ժամին մենք տեսնում ենք այս 4-րդ կնիքը, որտեղ այս կնիքը, ի նկատի ունեցեք, այս կանչը, այս մարդը պետք է լինի արծիվ, իսկ այդ արծիվը դա մարգարեական տեսողությամբ մարգարեն է մարգարեական ժամանակաշրջանում։ Չէ՞ որ նախորդ դարաշրջանում, սրանից առաջ մարդու դարաշրջան էր, բայց այս շրջանը մարգարեական շրջան է, որովհետև պետք է բացվի 7 կնիկներով գիրքը եւ ճշմարտությունը, որը կնքված էր այդ գրքում։ Երեկոյան ժամին լույս կհայտնվի։ Դա այն ժամանակ է, երբ արևը մայր է մտնում արևմուտքում, արևի լույսը գնում է արևելքից արևմուտք, եւ որդու լույսը
Ավետարանական լույսը սկսվեց Երուսաղեմում, այնուհետև Երուսաղեմից այն ուղևորվեց դեպի Ֆրանսիա, Զմյուրնիայի շրջանում, Մարտինի մոտ, Իրենոսի և Մարտինի մոտ, նրանք Ֆրանսիայում էին, այնուհետև այն ուղևորվեց Կոլումբայի մոտ, իսկ դա բրիտանական կղզիներում է, հետո այնտեղից այն ուղևորվեց դեպի Գերմանիա, այսինքն Լյութերի մոտ, և լույսը շարժվում էր որոշակի ուղղությամբ դեպի որոշակի ժողովուրդները, այն շարժվում էր արևելքից արևմուտք, իսկ այդ լույսի լիությունը և լիակատար վերականգնումը և արծվի դարաշրջանը, երբ Աստված կայցելի մարդկանց կլինեն աշխարհի արևմտյան մասում, և ահա այստեղ աշխարհի արևմտյան մասում մենք տեսանք մի մարգարեի, ով բարձրացավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և նա ստացավ հանձնարարություն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 1946 թվականին։ Աստծո հրեշտակը երևաց նրան մայիսի 7-ին և հանձնարարեց նրան, և նա ճանապարհ ընկավ, Աստված ասաց, ես քեզ երկու նշան կտամ, իսկ ինչու Աստված երկու նշան տվեց։ Աստված ուզում էր գրավել մարդկանց ուշադրությունը այն բանի վրա, որ դա խաչմերուկի ժամանակ էր, չէ՞ որ երկրի վրա կատարվում էին իրադարձություններ կապված երկրորդ պատերազմի, համաշխարհային պատերազմի հետ։ Առաջին անգամ կիրառվեցին ատոմային ռումբեր, և այնքան միլիոնավոր մարդիկ զոհվեցին այդ երկրորդ պատերազմում, նույնիսկ հրեաները 6 միլիոն մարդ համակարգված կերպով սպանվեցին, միայն այն պատճառով, որ նրանք հրեա էին։ Այսպիսով, երբ մենք նայում ենք այս ամենին, մենք հասկանում ենք, որ Աստված, չնայած նրան, որ նման բաներ էին կատարվում, և Աստծո ժողովուրդը այդ ժամանակ շատ տառապանքներ կրեց, նշանակեց հանգուցալուծման ժամանակը, որովհետև Աստված օգտագործեց այդ իրադարձությունները, որպեսզի վերադարձնի իր ժողովրդին հայրենիք։ Ահա թե ինչու մենք ասում ենք վերջին զորույցի ժամանակ, երբ սերունդը տեսնի, որ թզենին բողբոջներ է արձակում, նա ասաց դուք կհասկանաք, որ սա վերջին սերունդն է, այնպես որ նրա խոսքերը չեն անցնի, երկինք ու երկիր կանցնեն, բայց այս խոսքը չի անցնի, և Հիսուսը արտասանեց այս մարգարեությունները, և այն, որ հրեաները վերադարձան հայրենիք, այն մարգարեության նշանն էր, որը տվեց ինքը Հիսուսը, որ այս սերունդը չի անցնի, մինչև ամեն ինչ չիրականանա։ Եվ ահա անցել է 72 տարի, այն ժամանակից ի վեր, ինչ հրեաները դարձել են երկիր։ Քրիստոնյան, ով հավատում է Աստվածաշնչին, գիտի ժամանակի նշանների կարևորությունը, որովհետև նշանի հետևում միշտ ձայն կա։ Եվ երբ դուք տեսնում եք, թե ինչպես է Աստված նշան տալիս, այն ինչ նա խոստացել է խոսքում, այդժամ դուք տեսնում եք մարգարեությունը, այդ նշանի ձայնը, որն ասում է ձեզ, թե ինչ է կատարվում այն ժամանակ և շրջանում, երբ հայտնվում է այդ նշանը։ Եվ մարգարեն խոսել է շատ նման քարոզներ, նրա գալստյան նշանի թարթող կարմիր լույսը, և որ թզենին բողբոջներ է արձակում, դա նշան է։ Եվ երբ դուք տեսնում եք, թե ինչպես են հրեաները վերադառնում հայրենիք, դուք գիտեք, որ մենք գտնվում ենք վերջին սերնդի մեջ, հավատացյալները գիտեն, որ սկսվել է ժամանակի հետ հաշվարկը, և նրանք նայում են այս ամենին և այս բաները կառավարում ու ազդում են նրանց ապրելակերպի վրա։
Եվ երբ դուք կարող եք, չէ՞ որ դա դրդում է ձեզ ձգտել ապրել Աստծուն ավելի մոտ, որովհետև դուք տեսնում եք ժամանակը, եւ եթե դուք պատրաստ չեք այս ժամանակում, Աստված ձեզ նշան տվեց։ Մենք մի երգ ենք երգում ժամանակների նշաններն ամենուր են, զգում ենք փոփոխությունների ժամանակը։ Եվ երբ մենք տեսնում ենք վերջին ժամանակի մեր նշանները, դա նախապատրաստում է մեզ, նա ասաց, նայեք եւ բարձրացեք ձեր գլուխները, մոտենում է ձեր փրկությունը, եւ դուք տեսնում եք մարդու որդուն ամպի մեջ գալիս զորությամբ եւ մեծ փառքով, երբ դուք տեսնում եք երկրաշարժեր տարբեր վայրերում, երբ տեսնում եք, որ մարդկանց սրտերը նվաղում են վախից, սա սրտի կաթվածների դարաշրջանն է, այս ժամին այնքան շատ սրտի կաթվածներ են լինում։ Եվ դուք տեսնում եք, որ այս բոլոր բաները նշված են խոսքում, եւ դուք տեսնում եք, թե ինչպես է մեղքը դառնում այսքան անսանձ, եւ երկիրը լցվում է բռնությամբ, ինչպես մենք տեսանք վերջին զրույցի ժամանակ, դուք նայում եւ տեսնում եք, որ մարդկային սրտերի խորհուրդները չար են ամեն ժամանակ։ Եվ մենք տեսնում ենք այս բաները, դուք տեսնում եք, թե ինչպես են մարդիկ խոսում կլիմայի փոփոխության մասին, որտեղ ողջ երկիրը քայքայվում է, ջրհեղեղներ, տորնադոներ, փոթորիկներ, մրրիկներ անընդհատ, ամեն տարի։ Մենք տեսնում ենք, թե ինչպես ծովի բոլոր ձկները, մենք տեսնում ենք, որ նրանք դուրս են լողում, նրանցից ոմանք սատկում են եւ այդ ամենը ինչու թունավոր նյութերի պատճառով, որոնք արտանետվում են ծով, քանի որ այնտեղ են թափվում բոլոր թափոնները եւ նման բաները։ Չէ՞ որ սրանք մարդիկ են, ովքեր գտնվում են մեկ այլ ազդեցության տակ, նրանց համար դա ընդհանրապես։ Նրանք չեն հոգում ձկների մասին։ Նրանց համար ձուկը մի բան է, որը կարելի է ուտել, ահա թե ինչպես են նրանք մտածում դրա մասին, նրանք չեն հասկանում, որ դա Աստծո արարչագործությունն է, նրանք չեն հասկանում, որ Աստված է ստեղծել այդ էակներին, Աստված է նրանց այնտեղ տեղավորել եւ նրանք ծառայում են Աստծո նպատակին եւ այդ պատճառով այդքան հաճախ կարելի է տեսնել, որ մարդիկ դառնում են անզգա իրական արժեքների հանդեպ։ Նրանք վերցնում ու գնում են պլաստմասայից ինչ-որ բան ու կախում են, գնում են մի բան եւ այնպես են խնամում դա, որ քիչ է մնում աստվածացնեն այդ իրը։ Իսկ մի կենդանի բան, այն ինչ ոչ մի մարդ, ոչ մի գիտնական չի կարող ստեղծել, չէ որ Աստված, ով միակ արարիչն է, ստեղծել է իր արարածներին։ Եվ տեսնում ես, թե ինչպես է մարդը ոչնչացնում այդ ամենը։ Չէ որ այս ամենը Աստվածաշնչի մի մասն է, մի մոռացեք բնությունը Աստվածաշունչ է եւ մարդը նախքան գրավոր Աստվածաշունչ ունենալը կարող էր նշանները տարբերել բնությամբ եւ նա հասկանում էր բնությունը։ Իսկ այսօր մարդիկ նույնիսկ չեն կարող ասել, թե ժամը քանիսն է, եթե չունեն ժամացույց, կամ հեռախոս, կամ մի այլ բան, որը կարող էր ցույց տալ նրանց, որպեսզի իմանան ժամը, նրանք չեն կարող նայել երկինք եւ ասել, որտեղ մարդն արդեն վաղուց հաշտ չէ Աստծո հետ։ Այսպիսով, այս չորրորդ կնիքի մեջ մենք տեսնում ենք, որ Հովհաննեսին տրվեց այդ հայտարարությունը, նա ասում է, ես լսեցի չորրորդ կենդանու ձայնը եւ նա ասաց, արի եւ տես, արդ սա մի բան է, որը նա տեսնելու է, ինչ որ բան պետք է հայտնվի նրան, իսկ ինչու կնիքը բացվեց, իսկ այնտեղ գաղտնիք կա եւ Աստված պատրաստվում է բացահայտել այն ճիշտ այնպես, ինչպես մեզ համար 7-րդ կնիքի ներքո, երբ այն բացվում է, այնտեղ գաղտնիք կա, այս օրում ինչ որ բան հայտնի դարձավ։ Եթե մարդիկ չեն կարողանում պահել այն, ինչ հայտնի դարձավ մեզ, եթե դա ազդեցություն չի թողնում մեր կյանքի վրա, դուք ասեք, դե դա 1963 թվականին էր, երբ եղբայր Բրահամն էր այստեղ, ես տանը ամպի նկար ունեմ, խնդիրը ամպի նկարը չէ։ Խնդիրն այն է, ինչ հայտնի դարձավ, երբ բացվեց 7-րդ կնիքը։ 7 ոլոտները խոսեցին իրենց ձայներով, հրեշտակն ասաց, ժամանակ այլևս չի լինի եւ այդպես շարունակ, այսպիսով կամ բաներ միշտ պետք է զգայուն լինել։ Որտեւ Սուրբ Հոգու առաջնորդությամբ ապրելու համար պետք է զգայուն լինել,
հոգուց եկող հաղորդագրությունների հանդեպ։ Իսկ Աստված կարող է հաղորդակցվել ձեզ հետ շատ տարբեր ձևով, երբեմն հայտնության միջոցով, երբեմն դուք ուսումնասիրում եք խոսքը եւ Աստված առաջնորդում ու ուղղորդում է ձեզ, որտեղ ուղեցույցը ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը եւ դուք աղոթում եք ու ուզում եք իմանալ Աստծո խոսքը, Տեր, ես գիտեմ, որ դու ունես խոսք նախատեսված այս ժամանակաշրջանի համար, սովորեցու ինձ այդ խոսքը, սովորեցու ինձ թե այն ինչպես է կիրառելի իմ հանդեպ, տուր ինձ հավատ, որպես ես կարողանամ գործի դնել այդ խոսքը, ոչ թե պարզապես կարդալ խոսքի մասին, այլ գործի դնել այդ խոսքը, այնպես որ Աստված ուզում է մեզ բերել այդ հաղորդակցության մեջ։ Այժմ մենք խոսում ենք մի մարդու մասին, ով ուզում է հարաբերություններ ունենալ Աստծո հետ, ով ուզում է ապրել Աստծո առաջնորդության ներքո, որտեղ նրանք հասկանում են, որ հենց դրա համար է Աստված իրենց ականջ տվել լսելու համար, թե ինչ է ասում Հոգին, ահա թե ինչու Աստված կանչեց նրանց, ահա թե ինչու նրանց սրտում ինչ-որ բան կյանք էր փնտրում, ահա թե ինչու են նրանք ուզում իմանալ, թե ովքեր են իրենք եւ որտեղից են եկել։ Ինչու՞, որովհետեւ Աստված նրանց մեջ այդպիսի հատկություն է դրել։ Այնպես որ երբ դուք սկսում եք հասկանալ սա, այդժամ Աստծո խոսքը դառնում է ճրագ ձեր ոտքերի համար եւ լույս ձեր շավիղների համար։ Աստված առաջնորդում է ձեզ դեպի խոսք եւ երբ խոսքը սկսում է շողալ, դուք ասում եք, բայց ես էլ եմ նույն բանն ապրել, մի հատ նայեք այստեղ, եւ այդպիսով դուք պարզում եք, որ ի վիճակի եք նույնացնել ձեզ Աստվածաշնչի կերպարների հետ։ Գիտեք, ես ինձ տեսնում եմ այնտեղ եստերի մեջ, ես ինձ տեսնում եմ հրութի մեջ, ես ինձ տեսնում եմ այստեղ, գիտեք։ Իմ վախերը եւ մնացած ամեն ինչը եւ իմ անվստահությունը, ես տեսնում եմ, թե ինչպես Աստված ինձ բարձրացեց դրանից այնպիսի մի վիճակի, որ հիմա ես կարող եմ քայլել հավատքով։ Երբ դուք սկսում եք նույնացվել, սա հենց հարաբերություններ է խոսքի հետ, դա պարզապես խոսք կարդալ չէ, դա փոխհարաբերություն է խոսքի հետ, որտեղ խոսքը կենդանի է, այս խոսքը կենդանի է, իմ խոսքերը հոգի են եւ կյանք։ Հասկանում եք, այսպիսով Աստծո խոսքը, պարզապես արտասանված Աստծո խոսքը, հավատքը լսելուց է, իսկ լսելը խոսքից։ Ահա թե ինչու մենք չպետք է թերագնահատենք խոսքը, խոսքը պարզապես թանակ չէ թղթի վրա, գիտեք, կամ էլի նման մի բան, երբ այդ խոսքը սկսում է հայտնվել, մարդկային միտքը, մենք երբեք չենք կարողանա ճանաչել դա մարդկային մտքով, այլապես պատկերացրեք, թե քանի Աստվածաշնչի գիտակներ կունենայինք, պատկերացրեք, թե բոլորն ինչպես կիմանային Աստվածաշունչը այդ իմաստով, բայց ճշմարտության Հոգին խոստացված է եւ կգա ձեզ մոտ, իսկ դա հենց Աստծո հրեշտակն է, դա հենց Սուրբ Հոգին է, դա ինքը Հիսուսն է, Հոգու տեսքով, ով գալիս է ձեզ մոտ։ Ուստի դուք ասում եք, ես տենչում եմ տեսնել Հիսուսին, դուք առնչվում եք նրա հետ ամեն օր։ Նա շշնջում է ձեզ։ Նա առաջնորդում է ձեզ իր խոսքի մեջ։ Սա ճանապարհային քարտեզ է, որը ձեզ կբերի դեպի ակնկալ ողավարտը։ Հենց այդպես եք դուք կատարում ձեզ ուխտագնացությունը, հենց այնտեղ եք դուք տեսնում խաչմերուկների ժամանակները խոսքի մեջ, ուստի խոսքը ձեզ համար դառնում է կարծես ուղեկից։ Դուք այնքան եք հարազատացել խոսքի հետ, դուք նստած եք այնտեղ, կարդում եք խոսքը եւ խորհում եք դրա շուրջ։ Ես չեմ խոսում Աստվածաշունչը կտրտելու եւ համապատասխան համարները փնտրելու եւ նման բաների մասին, ոչ, դուք բացում եք այդ խոսքը, սկսում եք կարդալ եւ խնդրում եք Աստծուն տալ ձեզ հասկացողություն, հետո տեսնում եք, որ խոսքի այս հատվածից նա ձեզ ցույց է տալիս մեկ այլ հատված, դուք դիմում եք մեկ այլ հատվածի եւ ամեն ինչ ձեր շուրջը սկսում է պարզվել։ Իսկ ինչու՞։ Նա ձեզ առաջնորդություն է տալիս ճշմարտության մեջ։ Ընդ որում, ոչ թե պարզապես ինչ-որ ճշմարտության, ոչ թե անցյալից ճշմարտության, այլ ներկա ժամանակի ճշմարտության։ Ահա թե ինչու, երբ սկսեցին տեղի ունենալ այս իրադարձությունները, ես ասացի, լավ, եկեք ես գնամ եւ մի քանի ծառայություն անցկացնեմ սրբերի հետ, պարզապես նստեմ եւ փորձեմ հնարավորություն գտնել թուլանալու եւ պարզապես զրուցելու ու որոշ բաներով կիսվելու։ Չէ՞ որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, պատկերացրեք, սևեռում է ողջ աշխարհի ուշադրությունը եւ շատերը, ովքեր ուսումնասիրում են մարգարեությունները, գիտեն, որ դա մարգարեացված է Աստվածաշնչում, Ռուսաստանը գործիք կլինի Աստծո ձեռքում ազգերին պատժելու համար։ Եվ նրանք հասկանում են, որ Ամերիկան
Ռում կստանա։ Ինչպես նաև տեսնում եք, որ Ամերիկան լի կլինի առաջին գազանի Վատիկանի անօրենությամբ։ Ուստի երբ դուք կարդում եք խոսքը հասկացողությամբ, այդժամ դուք գիտեք, երբ այս ամենը սկսում է հայտնվել երկրի վրա, դուք գիտեք, լավ, եթե սա ոչինչ չի նշանակում, ինչու այն հայտնվեց հիմա, ինչու այն չհայտնվեց 10 տարի առաջ։ Ինչի համար այն հայտնվեց հիմա, որովհետև այս բաները մեզ ցույց կտան երկրների վիճակը, դրանք մեզ ցույց կտան այդ ազգերի բնույթը։ Չէ՞ որ մի մոռացեք, Դանիելի գրքում ասվում է, եւ առաջին գազանը նման էր առյուծի, եւ ուներ արծվի թևեր, իսկ երկրորդ գազանը նման էր արջի եւ միս էր լափում, իսկ երրորդը նման էր հովազի։ Ինչու է նա ձեզ ազգերին այդպես ցույց տալիս։ Որովհետև դրանք նվաճումների եւ պատերազմների մեջ ներգրավված ազգեր էին։ Ահա թե ինչու է նա նրանց ցույց տալիս որպես գիշատիչների, նրանք մասնակցում են պատերազմի, եթե դուք երբևէ դիտել եք National Geographic-ի հաղորդումները կամ նման մի բան եւ տեսել եք թե ինչպես է առյուծը, ես դա տեսել եմ կենդանի կերպով Մասայի Մարայում, Քենիայում, մենք այնտեղ էինք ծառայող եղբայրներից մեկի հետ։ Նա այնտեղ տեսու չէր անտառապահ, արդնա ուներ Land Rover եւ նա մեզ տարավ ուղիղ այնտեղ, ուր ուրիշ ոչ ոքի թույլ չէին տալիս գնալ, բայց քանի որ նա անտառապահ էր եւ այնտեղի գլխավորը, նա մեզ տարավ այդ վայրերը։ Եվ ահա մենք մոտեցանք մեծ առյուծներին, որոնք պառկած էին հենց ճանապարհի մեջտեղում եւ այդպես շարունակ, նրանք կերել էին եւ նրանց փորերը լիքն էին, ուստի նրանք ցանկանում էին քնել։ Այսպիսով, երբ մենք ականատես ենք լինում նման բաների եւ գտնվում ենք այդպիսի միջավայրում, դա քեզ արթնացնում է։ Այսօր, երբ մենք նայում ենք այս աշխարհին եւ տեսնում ենք այս երկրները, եւ տեսնում ենք պատերազմները, տեսնում ենք ավերածությունները, չէ՞ որ եթե նայեք, թե որքան մարդ է մահանում, եւ յուրաքանչյուր ընկած ռումբի արժեքին, եւ տարբեր բաների, եւ թե ինչպես են քանդվում տները, մարդիկ ստիպված են փախչել իրենց տներից, փորձում են լքել երկիրը եւ անցնել ցամաքային սահմանը եւ շարժվում են առաջ փոքր երեխաների հետ եւ այլն, պատերազմի եւ այդ պատերազմի ստեղծած քաոսի ու վախի պատճառով դուք չեք կարող կանգ առնել, եկեք կանգ առնենք ու համբուրգեր գնենք, նստենք ինչ-որ տեղ ու մի բան ուտենք, ոչ, պատերազմն ամենուր է եւ մարդիկ փախչում են առանց կանգ առնելու։ Եվ ուստի, երբ մենք տեսնում ենք նման բաներ, դուք հասկանում եք, որ մենք չենք կարող հանգիստ լինել այն պատճառով, որ գտնվում ենք մի այնպիսի վայրում, որտեղ դա չենք տեսնում, չէ՞ որ նույնիսկ այն, որ մենք տեսնում ենք դա եւ հասկանում ենք, թե ինչ ենք տեսնում, գիտենք, թե ինչու է դա հենց այս երկիրը, այլ ոչ թե մեկ ուրիշ, այլ կերպ ասած, ինչու է դա Ռուսաստանը, ինչու է դա Միացյալ Նահանգները, ինչու է դա Անգլիան, ինչու է դա Ավստրալիան, ինչու են այս երկրները ՆԱՏՕ-ում, ինչու են այս երկրները եւ ինչու նայեք թե որքան հեռու է գտնվում Ավստրալիան, նայեք թե որքան հեռու է գտնվում Անգլիան, ինչ են նրանք անում Ուկրաինայում։ Ռուսաստանը հարևանությամբ է, իսկ այս մարդիկ գալիս են հեռվից եւ տեղի են ունենում սադրանքներ եւ մնացած ամեն ինչ։ Հետո դուք տեսնում եք, եթե դուք իսկապես հասկանում եք, թե ինչպես է այս ամենն աշխատում, քանի դեռ այնտեղ դա կատարվում է լրատվամիջոցներում քարոզչական պատերազմ է գնում, այնտեղ ընթանում է տաք պատերազմ, բայց ԶԼՄ-ներում ընթանում է քարոզչական պատերազմ։ Սրանք այս խավար աշխարհի տիրակալներն են, դուք գիտեք, խոսքում ասված է, մեր պատերազմը արյան եւ մարմնի դեմ չէ, այլ տիրակալների եւ իշխանությունների։
Տիրակալները այն ամենը, ինչ առաջին տեղում է, դրանք են օրինակ նախագահները, վարչապետները, դրանք տիրակալներն են, իշխանություններ, կան տնտեսական ուժեր, կան կրոնական ուժեր, կան հոգևոր ուժեր, դուք գիտեք, կան իշխանության տարբեր տեսակներ, ֆինանսական իշխանություն, դուք գործ ունեք բանկերի եւ այլ բաների հետ, կան իշխանության տարբեր տեսակներ, եւ ուստի, երբ մենք տեսնում ենք այս իրադարձությունները, որոնք կատարվում են երկրի վրա, դուք փորձում եք հասկանալ ինչ է սա նշանակում, ինչ է սա նշանակում, ահա թե ինչու խոսքում այստեղ Աստված ասում է. Եվ ահա մի դժգուն ձի եւ նրա վրա հեծյալը, որի անունն էր Մա եւ դժոխքը հետևում էր նրան, եւ նրանց իշխանություն տրվեց երկրի 4-րդ մասի վրա. սպանելու սրով եւ սովով եւ մահով եւ երկրի գազաններով, ով է նրանց տալիս սպանելու իշխանություն, Աստված. Դուք ասեք Աստված մարդկանց իշխանություն է տալիս դա անելու? Աստված ունի թույլատրելի կամք եւ Աստված ունի կատարյալ կամք։ Եվ եթե Աստված մեզ համար չունենար կատարյալ կամք, եւ քանի որ մենք նույնիսկ չգիտենք Աստծո կատարյալ կամքը, գիտեք թե մեզնից քանիսը կարող էին ոչնչացվել, որտեղ մենք գտնվում ենք աշխարհում եւ պարզապես վարվում ենք մեր սեփական կամքով, մեր սեփական ցանկությամբ, մեր սեփական հավակնություններով, վարվում ենք ուրիշների ազդեցության տակ, որովհետեւ կարծես թե մտածում ենք թե այս մեկն է ճիշտ կամ մտածում ենք թե այս մեկը գիտի ինչ է խոսում եւ մենք պարզապես վերցնում ու հենվում ենք մեր սեփական հասկացողության վրա եւ շատ հաճախ մարդիկ հայտնվում են վտանգի մեջ, որովհետև նրանք չգիտեն Աստծո կամքը, նրանք չգիտեն Աստծո կատարյալ կամքը իրենց կյանքի համար, ահա թե ինչու երբ Աստծո խոսքը գալիս է ձեզ, նա սկսում է սովորեցնել ձեզ եւ իր կատարյալ կամքը եւ այդժամ դուք իմանալով ձեր պատերազմը, թշնամին ուզում է ձեզ դուրս բերել կատարյալ կամքից եւ ստիպել ապրել թույլատրելի կամքի մեջ ու ասել Աստված չէ որ կհասկանա դա, Աստված դեմ չի դրան։ Ես չեմ կարող մոլերանտ լինել։ Ինձ պետք չէ վախենալ դրանից, Աստված սիրում է ինձ։ Դուք այստեղ միայն նրա համար չեք, որ Աստված ձեզ երես տա։ Դուք այստեղ եք, որպեսզի մարմնից անցնեք խոսքին։ Դուք այստեղ եք, որպեսզի ծառայեք Աստծո նպատակին։ Աստծո նպատակն այն չէ, որ դուք պարզապես աշխատեք Բուրգեր Քինգում եւ համբուրգերներ վաճառեք կամ տաքսի քշեք։ Կամ դուք տեսնում եք մարդու, ով ասում է, սա Աստծո նպատակն է իմ կյանքի համար, ոչ։ Իսկ օրվա վերջում դուք ասում եք, դե դուք հաշվում եք թե քանի կիլոմետր եք քշել, դուք հաշվում եք թե քանի մարդու եք տեղափոխել եւ այդպես շարունակ, ոչ, ձեր կյանքը մի ավելի մեծ բան է, Աստված ձեզ երկրի վրա է դրել, որպեսզի երկիրը դպրոց է, երկիրը փորձադաշտ է, երկիրը այն վայրն է, որտեղ Աստված կարող է մեզ ցույց տալ իր հատկանիշները, որտեղ միայն երկրի վրա դուք ունենում եք փորձություններ, փորձաքննություններ եւ նման բաներ, երկնքում դա չկա։ Դա չկա դժոխքում, դժոխքը դա տանջանք է, դժոխքում փորձություններ չկան, դժոխքը տանջանք է։ Դուք ընկնում եք այնտեղ, որտեղ այստեղ երկրի վրա դուք տապալել եք բոլոր քննությունները։ Իսկ յուրաքանչյուրը, ով ծնվում է այս 3 տարածաչափություններում, դուք գալիս եք այս 3 տարածաչափությունների մեջ, դուք ծնվում եք այս 3 տարածաչափությունների մեջ, դուք մտնում եք մարմնական մարմնի մեջ։ Դուք չեք մտել Թեոֆանիայի մեջ։ Դուք կուղվեք դեպի Թեոֆանիան միայն այն ժամանակ, երբ հեռանաք այստեղից, եթե ունեք Սուրբ Հոգին։ Այն մարդը, ով չունի նոր ծնունդ, եւ նա հեռանա այստեղից առանց նոր ծննդի, նա կընկնի կորածների երկիրը։ Եթե նա փրկված չէ, ինչպես հիմար կույսերը եւ զոհասեղանի տակ հոգիները, նրանք փրկված են, ուստի նրանք կընկնեն այնտեղ, բայց նրանք չեն գտնվում այդ վայրում, նրանք պարզապես հոգի են։ Ահա թե ինչու է ասված հոգիները զոհասեղանի տակ, հասկանում եք։ Եվ նրանք սպիտակ գահի դատաստանի ժամանակ կիմանան, թե որն է իրենց բաժինը։ Այսպիսով, երբ մենք նայում եւ տեսնում ենք մեր կյանքը այստեղ երկրի վրա, մեզ համար առանցքային բաներից մեկն այն է, որ մենք ուզում ենք հասկանալ, թե որտեղ ենք գտնվում։
որովհետև այստեղից դուրս գալու բոլոր նշանները շրջապատում են մեզ ամենուրեք, ենթադրենք մենք երբեք մարգարե չենք տեսել երկրի վրա։ Հիմա ուշադրություն դարձեք, այն ամենը, ինչ մենք տեսնում ենք, մեզնից շատերը դա մարգարեի պատկերն է, լուսանկարը։ Մարգարեն տեսնելու ամենամոտ բանը անդունդը կանչում է անդունդին, եւ 20-րդ դարի մարգարեն ֆիլմերն են, դուք տեսնում եք նրան կենդանի կերպով ֆիլմում, հենց էկրանի վրա, բայց նա նման չէ 10 պատվիրանները ֆիլմին, 10 պատվիրաններում դուք տեսնում եք Մովսեսին եւ Մովսեսը կանգնած էր այնտեղ գավազանով եւ այլն, բայց երբ ուշադիր նայեք, դա Մովսեսը չէ։ Դա Չարլթոն Հեսթոնն է, այն մարդը, ով խաղացել է Մովսեսի դերը։ Մի անգամ մի կին տեսավ, թե ինչպես է նա գարեջուր խմում եւ ասաց. «Ամոթ չէ ձեզ, ինչպես կարող է գարեջուր խմել»։ Նա ասաց. «Տիկին, ես Մովսեսը չեմ»։ Ես նկարահանվել եմ ֆիլմում, բայց նա այնքան էր հիացած նրա խաղով եւ դերասանական կարողություններով։ Իսկ երբ նա կարդում էր Մովսեսի մասին Աստվածաշնչում, Մովսեսը նրա համար երբեք այդքան պատկերավոր չէր եղել, բայց երբ նա տեսավ այդ մարդուն այնտեղ կանգնած, մազերը հետ սանրած, եւ նա մեկնում է գավազանը ու նա քայլում է այնպիսի ուժով, հասկանում եք, նա զգաց, որ սա ինչ որ բան է։ Ահա թե որտեղ են մարդիկ երբեմն տարվում։ Այսպիսով, երբ դուք նայում եւ տեսնում եք Աստծուն, Աստված ուզում է մեզ բերել նրա հետ իրական հարաբերությունների վիճակի։ Իսկ այն, ինչ տեսնում ենք այս պահին, տեսնում ենք, որ ազգը ազգի դեմ է, եւ այդ պատճառով ես վերցնում եմ թեման, բարձյալը տիրում է մարդկային թագավորության վրա։ Ես ուզում եմ անցնել Խոսքի որոշ հատվածների ընթերցմանը, որպեսզի շարադրեմ բուն համատեքստը, որով ուզում եմ կիսվել ձեզ հետ։ Երեմիա 27։ Հիմա ինձ հետ միասին նայեք Խոսքին։ Գիտեք, երբ ես կարդում եմ Խոսքը, ես դա կարդալու պատճառ եւ նպատակ ունեմ, առաջին տեղը 4-րդ կնիքն է։ Սա այն կնիքն է, որի ներքո մենք հիմա գտնվում ենք, 7-րդ կնիքը տեղի է ունենում 4-րդ կնիքի ժամանակ, 4-րդ կնիքը ժամանակաշրջան է, ամբողջ ժամանակաշրջանը 4-րդ կնիքը սկսվել է շատ ավելի վաղ, քան ես ու դուք եկանք ուղերձի մեջ։ Երբ մենք եկանք ուղերձի մեջ եւ մենք կենթանացանք ու արթնացանք, մենք հասկացանք, որ մարգարե է եկել, աղաղակ է հնչել, հարսը հավաքվում է մեկտեղ։ Եվ ահա թե ինչպես գիրքը հայտնվեց մեր ձեռքերում, որտեղ Աստված, իմանալով, որ մենք ընտրյալներ ենք, ընտրյալների մի մասն ենք, Աստված այնպես արեց, որ այս ուղերձը հասնի մեզ։ Եվ ոչ թե պարզապես գրհույկներ ընկան մեր ձեռքը ու մենք դրեցինք դրանք դարակի վրա, այլ մենք քաղցած ու ծարավ ենք ճշմարտությանը, որը գտանք այդ գրքույկների մեջ։ Իսկ երբ մենք գտանք ճշմարտություն այդ գրքույկներում, այն ժամանակ սկսեցինք հասկանալ, որ սա մի անսովոր, արտասովոր բան է, այն ժամանակ մենք սկսեցինք տեսնել, որ դա Աստված է թույլ տվել, որ այն գա մեզ մոտ, եւ այդ ժամ սկսում ես խորամուխ լինել Խոսքի մեջ ու հասկանալ, որ սա մարգարեություն է այսօրվա համար։ Եվ այդ ժամ սկսում ես տեսնել, որ հիմա դու դառնում ես իրականացող մարգարեության մի մասը։ Հետո շուրջդ ես նայում եւ տեսնում ես, որ կան եկեղեցիներ եւ շատ այլ մարդիկ, ովքեր եկեղեցի են գնում, բայց նրանք չգիտեն ոչ իրենց օրը, ոչ իրենց ուղերձը, սակայն դու ճանաչում ես քո օրը եւ ճանաչում ես քո ուղերձը, դու ճանաչում ես քո տեղը Աստծո նախախնամության մեջ։ Հասկանում եք։ Այսպիսով 4 կնիքից հետո ուշադրություն դարձրեք, այս 4 կնիքի մեջ մենք տեսնում ենք, որ նրանց իշխանություն է տրված 4 մասը սպանելով սովով, այսինքն սովամահությամբ, սուրը զինվորականներն են, դա զինվորական խորհրդանիշ է, պատերազմ, դա պատերազմ է երկրի վրա։ Համաճարակ, դա այն է, ինչ մենք ապրեցինք եւ ապրում ենք մինչ օրս։ Կան ժանտախտի տարբեր տեսակներ, կա սովորական գրիպ եւ կա այն, ինչ բուծում են լաբորատորիաներում, երկրի բնակչությունը կրճատելու համար։
Այստեղ մարդկանց իշխանություն է տրված բնաջնջել երկրի 1/4 մասը։ Ահա թե ինչու է ասված մերցնել, նրանց տրված է մերցնել երկրի 1/4 մասը եւ այստեղ ասվում է թե ինչով են նրանք մերցնում նրանք մերցնում են նրանց սրով, նրանք մերցնում են նրանց սովով, նրանք մերցնում են նրանց սովամահությամբ, այստեղ ասված չէ թե նրանք թունավորում են նրանց կամ էլի մի բան, այստեղ տրված են 4 հստակ դասակարգում, որոնք այսպիսով այս մարդիկ ում տրված է այս իշխանությունը, Երբ նրանք ասում են աշխարհում չափից շատ մարդ կա, պետք է կրճատել բնակչությունը եւ նման բաներ, ես ասում եմ, բայց այս մարդիկ խեն թե ինչպես կարող են նրանք գնալ նման քայլի, նրանց տրված է իշխանություն, դուք ասեք, բայց ինչպես նրանց դեռ չեն կանգնեցրել ու բան չեն նստեցրել, միթե մարդիկ չեն տեսնում թե ինչ է նրանք անում, չէ որ նրանք վերահսկում են այն մարդկանց, ովքեր իրենց բանտ կնստեցնեին, եւ այդ ժամանակ դուք հասկանում եք, որ չի կարելի աշխարհին նայել մանկական մտքով։ Դուք պետք է հասկանաք աշխարհը իրականության մեջ, որովհետև Ռոմն է կառավարում այս աշխարհը։ Իսկ սա մարգարեություն է եւ հենց դա է արդեն կատարվում։ Վերջին երկու զրույցների ժամանակ ես ձեզ ասացի, մենք լսում ենք թե ինչ է ասում Ամերիկան, մենք լսում ենք թե ինչ են ասում Անգլիայում, մենք լսում ենք թե ինչ են ասում ավստրալիացիները, մենք լսում ենք թե ինչ է ասում ՆԱՏՕ-ն, մենք լսում ենք տարբեր բաներ, որոնք ասում են մարդիկ, մենք լսում ենք ամեն տեսակ քարոզչություն, բայց խնդիրն այն է, որ ձայնը, որը խաբում է աշխարհը, չի գալիս այդ մարդկանցից։ Նրանք կարող են արտացոլել խաբեություն բերող ձայնը, բայց այն սկիզբ է առնում ոչ թե նրանցից։ Չէ՞ որ Աստվածաշնչում ասվում է, որ նա մեկն է եւ 3 պիղծ ոգիներ գործի նման դուրս են գալիս նրա բերանից եւ նա պատրաստվում է ամբողջ աշխարհը հավաքել Արմագեդոնի։ Հասկանում եք, երբ դուք կորցնում եք ձեր տեսադաշտից Աստվածաշունչի ու մարգարեությունը եւ կարծում եք, թե սա ինչ-որ բան է թերթերից ու լուրերից, դուք իրականում ոչինչ չեք որսում։ Այս երկրները, Հռոմը ներկա է այստեղ վերջին 2000 տարիների ընթացքում, ես ցույց տվեցի ձեզ առաջին օրը երեկոյան Բաբելոնը, Մանրապարսիկները եւ Հունաստանը։ Ստուգեք, թե քանի 100 տարի է գոյատևել յուրաքանչյուր կայսրություն, բոլոր 3-ն էլ եղել են համաշխարհային կայսրություններ, հարյուրավոր տարիներ յուրաքանչյուրը եւ նրանցից ոչ մեկը չի հասել 2000-ից ավելի տարիների։ Հռոմը կառավարում է վերջին 2000 տարիների ընթացքում, հայտնության գիրքը գոյություն ունի վերջին 2000 տարիների ընթացքում։ Այսպիսով, բոլոր այն մարգարեությունները, որոնք կատարվում են հիմա, դրանք ցույց են տրվել 2000 տարի առաջ, որ դա տեղի է ունենալու հիմա, այն ինչ գրված է Դանիելի մոտ 500 տարի առաջ, դա ցույց է տրված, որովհետև դա գրված էր, դա արձանագրված էր, դա գիրք էր, դա դարձավ գիրք մագաղատների մեջ, իսկ հետո Պողոսի ժամանակներում նրանք կարող էին վերցնել Դանիելի մագաղաթը եւ ուսումնասիրել այն։ Այսօր մենք ունենք Աստվածաշունչ եւ մեկ Աստվածաշնչում մենք ունենք 66 գիրք, բայց այն կարող է լինել ձեզ մոտ շատ տարբեր ձևաչափերով, այն կա ձեր հեռախոսում, iPad-ում, տարբեր տեղերում։ Բառերը, որոնք կան Աստվածաշնչում, այնտեղ են, իսկ նաեւ դուք կարող եք այնտեղ ունենալ Աստվածաշնչյան բառարան, որը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ։ Արդ, ինչ է իրենից ներկայացնում քաղդեացիների երկիրը, իսկ ասորեստանցիները որտեղ էին նրանք, եւ երբ Նաբուգոդոնոսորը գնաց ու նվաճեց այդ տարածաշրջանը, ինչպիսի կյանք էր շարունակվում այդ տարածաշրջանում, ինչու էր Հուդայի թագավորությունը այնքան կարևոր Նաբուգոդոնոսորի համար, որ գրավելով այն, նա դարձավ աշխարհի առաջնորդ, համաշխարհային կայսրություն, որովհետև այդ ժողովուրդը գերբնական ժողովուրդ էր։ Նրանք ունեին տաճար, որտեղ Աստծո փառքը իջավ ու լցրեց այդ տաճարը, եւ ոչ ոք չէր կարող նույնիսկ
աղոթել եւ այդպես շարունակ, երբ նրանք կառուցեցին այդ տաճարը, Աստված իջավ, երբ Սողոմոնը աղոթում էր, եւ կրակը իջավ ու լափեց զոհերը, եւ Հովնանի պես մարդիկ նայելով այդ տաճարին, մարդը ձկան փորում ծովի խորքում, իմանալով թե ինչ էր ասված այդ տաճարի մասին, նա շրջվեց, որ տեսնի ազատագրումը, եւ նա դուրս եկավ ձկից, եւ հետո տեսնում ենք Հովսափատի ժամանակներում, երբ ներխուժում եղավ, նա գնաց այնտեղ տաճար եւ Հուդայի ամբողջ ժողովրդին հավաքեց տաճարում։ Եվ երբ նա սկսեց աղոթել, Աստծո հոգին իջավ Ղևտացի Հազիելի վրա եւ ասաց. «Ասա Հովսափաթ թագավորին, որ քեզ պետք չէ կռվել այս պատերազմում, այս պատերազմը Տիրոջ պատերազմն է, եւ նրանք տեսան, թե ինչպես են գերբնական բաներ տեղի ունենում, եւ Աստված ասաց նրանց, թե ուր գնան եւ ինչ անեն, նա ասաց. վերցեք երկիչներ, ոչ թե բանակը, վերցեք երկիչներին, եւ նրանք գնացին այնտեղ եւ թշնամին ինքն իրեն ոչնչացրեց, իսկ նրանք պարզապես հավաքեցին ավարը։ Այսպիսով, երբ մենք նայում եւ տեսնում ենք ազգերին երկրի վրա, եւ մենք տեսնում ենք Աստծուն, ով խոստումներ է տվել իր ժողովրդին, չնայած նրան, որ իր ժողովուրդը գտնվում է որոշակի պայմաններում եւ հանգամանքներում, նրանք զգայուն են խոսքի հանդեպ, որտեւ խոսքը ճրագ է իրենց ոտքերի համար, ահա թե ինչու եմ ասում այստեղ, որտեղ մենք ենք, նայեք թե որքան հեռու ենք մենք Ռուսաստանից։ Մարդիկ գտնվում են հենց այդ տարածքներում եւ չեն կարողանում տեսնել մարգարեությունը։ Որպեսզի դուք տեսնեք մարգարեությունը, այն պետք է ձեզ հայտնվի, դա նշանակում է, որ դա կա խոսքի մեջ։ Օրինակ, երբ ես 1989 թվականին գնացի Երկաթե վարագույրից այն կողմ, ես գնացի այնտեղ եւ ես քարոզում էի ու ցույց էի տալիս, թե ինչ է կատարվում։ Բերլինի պատի հետ կապված այդ ամբողջ պատմությունը, որը պետք է փլուզվեր եւ այդպես շարունակ, եւ երբ ես սկսեցի քարոզել, այնտեղ ծառայողը հովիվը, ով ինձ թարգմանում էր, նա շատ վախեցավ։ Դե, ես չիմացա, թե նա ինչից վախեցավ եւ ծառայությունը կարծես կանգ առավ։ Եվ երբ մենք մտանք սենյակ, նա ասաց. «Դու չպետք է այստեղ դա քարոզես, դու չպետք է դա այստեղ քարոզես, քեզնից հետո մեզ բոլորիս կբանտարկեն»։ Ես ասացի նրան. «Դե, ես եկել եմ հենց դրա մասին քարոզելու»։ Ես ասացի. «Դա Տրինիդադում չի կատարվում, սա Կարիբյան ավազանում չի կատարվում։ Կարիբյան ավազանում Բերլինի պատ չկա, արևելքի եւ արևմուտքի միջև։ Կարիբներում միջուկային զենք չկա, այն գտնվում է այստեղ, եւ մեծ հաշվեհարդարը լինելու է Ռուսաստանի եւ Ամերիկայի միջև։ Այսպիսով, խնդիրն այն է, որ այլ կերպ ասած, ուզում եմ ասել, որ ես այստեղ էի Տրինիդադում, բայց հասկանում էի, թե ինչ է կատարում այնտեղ, նրանք ապրում էին այնտեղ, բայց նրանք չգիտեին այդ ամենը Աստվածաշնչից, որովհետեւ այնտեղ չկար մեկը, ով դա կսովորեցներ։ Եվ ահա հիմա նորից, երբ ես տեսնում եմ, որ դա կատարվում է հիմա, ասում եմ, չէ, եկեք ես մի քիչ թափ տամ ինձ, դուրս գամ իմ տեսակ թմբիրից, ես ուզում եմ մի քիչ կենտրոնանալ եւ վերադառնալ մայրուղի, տեղեկատվական գերմայրուղի, որտեղ Աստծո հայտնությունը կարող է իջնել մեզ համար։ Այսպիսով, խնդիրն այն է, որ ես հիմա այստեղ եմ, որպեսզի փորձեմ լուսավորել ձեզ, եւ այդ պատճառով ես հենց նոր զգուշացեցի ձեզ, որպեսզի չմտածեք, դե ինձ դա չի հետաքրքրում, դա ինձնից հեռու է։ Ոչ, սրանք նշաններ են, որոնք դուք երբեք չեք տեսնի աշխարհի ձեր մասում, իսկ այս նշանները ձեզ հայտնում են ժամանակի մասին, եւ այս նշանները ձեզ հայտնում են այն մասին, թե որքան մոտ եք դուք։ Ինչ եք տեսնում Տրինիդադում այնպիսի բան, որը ձեզ կհուշի, թե դուք մոտ եք հափշտակությանը, մտածեք եւ ասեք ինձ, միթե Տրինիդադում ձեր տեսածից գոնե մի բան ձեզ ասում է, որ դուք մոտ եք հափշտակությանը։ Միայն եթե դուք նայում եք հայելու մեջ եւ իսկապես ապրում ու քայլում եք Աստծուն ավելի մոտ։ Երբ դուք առավոտյան նայում եք հայելու մեջ, ասում եք. «Սա իսկական քրիստոնյա է»։ Այս մարդը իսկական քրիստոնյա է, այս մարդը լիովին Աստծուն նվիրված ծանոթ է։ Չէ՞ որ դուք նստում եք մեքենան, գնում եք աշխատանքի, անում եք եւս ինչ-որ բան, գնում եք շուկա, մտնում եք մթերային խանութ, անում եք տարբեր գործեր,
Դուք ժամանակ չեք ծախսում շուրջ նայելու, մարդկանց հետ խոսելու եւ այդպես շարունակ, երբ դուք վերադառնում եք տուն, դուք վերադառնում եք ձեր տան սահմանները։ Ուստի սրանով ցանկանում եմ ասել, որ կարևոր չէ թե որտեղ են նշանները։ Կան նշաններ երկնքում։ Ինչ կլինի, եթե դուք ասեք, դե մենք Տրինիդադում էինք, մենք ոչ մի ամպ եւ 7 հրեշտակների գալուստ չտեսանք։ Նայեք, թե որտեղ էր դա, Արիզոնայում։ Բայց դա մեզ համար էր։ Դա ամբողջ աշխարհի ընտրյալների համար էր։ Որսում եք միտքս։ Այսպիսով կան բաներ, որոնք դուք պետք է։ Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես եք դուք մտածում։ Եվ շատ մարդիկ, եթե հոգին չգործի նրանց մեջ, ահա թե ինչու հոգին կարող է աշխատել միայն խոսքի հետ։ Չէ՞ որ եթե հոգին ուզենա խոսել ձեզ հետ, ապա հոգին չի խոսի ոչ մի այլ բանի մասին, բացի խոսքից, որը հոգին տվել է մեզ, որպեսզի մենք ապրենք դրանով։ Մարդ միայն հացով չի ապրի, այլ Աստծո բերանից դուրս եկող ամեն խոսքով, եւ հենց հոգին է մեզ սովորեցնում այդ խոսքը։ Եվ նա ասաց, եթե իմ մեջ մնաք եւ իմ խոսքերը ձեր մեջ մնա, ապա ինչ որ ուզեք կարող եք խնդրել, այնպես որ հիմա դուք հասկանում եք, ոչ, մենք պետք է սերտ հաղորդակցություն ունենանք հոգու հետ, եւ մենք պետք է իմանանք խոսքը, եւ մենք պետք է իմանանք ազգերին մարգարեության մեջ, կան ազգեր մարգարեության մեջ։ Դուք Աստվածաշնչում չեք գտնի մարգարեություն, ասենք Գրենադայի, Սենթ Վինսենսի կամ այլ նմանատիպ կղզիների մասին, այն դրանք չի հիշատակում, դուք կարող եք ասել, դե նա չէ որ ասաց ծովի կղզիների մասին։ Դե ծովի կղզիներ կան ամբողջ աշխարհում։ Որտե՞ղ գիտեք, որ կոնկրետ ծովի կղզիները գտնվում են հենց Կարիբյան ծովում։ Հասկանում եք ինչի մասին եմ խոսում, այսպիսով Աստված գիտեր, որ մենք ապրելու ենք մի աշխարհում, որը փոխկապակցված է լինելու, եւ մենք կկարողանանք տեսնել ու լսել լուրերը եւ մնացած ամեն ինչը ամբողջ աշխարհից ակնթարթորեն։ Համացանցի միջոցով եւ այդպես շարունակ դուք հասանելիություն ունեք տեղեկատվությանը, գիտելիքին։ Դուք կարող եք շրջել երկրի բոլոր գրադարանները եւ չգտնել։ Ձեզ գիրք է պետք եւ դուք պետք է հետ կանգնեք եւ այլն, իսկ դուք կարող եք լինել հենց այնտեղ, տանը միտեղ, ձեր առախսով եւ դիտել աշխարհի մեծ գրադարանները ու տեսնել այդ ամենը, նույնիսկ անցյալ տարիների լուրերը եւ այլն, եւ պատմությունից ինչ որ բան, ինչի մասին կարդացել եք ուղերձում, բայց դրա մասին գաղափար անգամ չունեք, ինչպես մարգարեն մի այսպիսի արտահայտություն արեց։ Հիշում եք այն ժամանակը, գիտեք, երբ ինձ ուզում էին ձերբակալել մեծ ճգնաժամի տարիներին, երբ նրանք ապուրի հերթեր ունեին եւ այդպես շարունակ, դուք ասեք ապուրի հերթեր, ինչ է դա։ Եվ դուք կարող եք փնտրել, նայել պատմության մեջ եւ տեսնել, որպեսզի հասկանաք այդ ժամանակը։ Հիշում եք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ հրեաները հետ էին վերադառնում եւ գիտեք, նրանք բոլորը պատրաստվում էին վերադառնալ Պաղեստին, իրենց հայրենիքը, եւ նրանց հարցին, արդ ինչի համար եք բոլորդ այնտեղ վերադառնում, նրանք պատասխանեցին, մենք վերադառնում ենք Մեսիային տեսնելու համար, չէ՞ որ նրանք գիտեին, որ երբ գա այդ ժամանակը, իսկ նրանք ինչ որ բան ապրել էին, եւ մակում նրանք ընդունվեցին որպես երկիր, այն ժամանակ հրեաները ամբողջ աշխարհից գիտակցեցին դա։ Նույնիսկ Պարսից ծոցի պատերազմների ժամանակ, եթե հիշում եք, մարդիկ հետ էին վերադառնում, սկատ հրթիռներ էին ընկնում, բայց մարդիկ հետ էին վերադառնում հայրենիք, որովհետև նրանք գիտեին, Իսրայելը վերադարձել է հայրենիք, Երուսաղեմը վեր կհառնի վերջին օրերում, Աստված կայցելի իր ժողովրդին, որպես հրեաներ նրանք սպասում են Մեսիային։ Եվ դրա համար մենք այստեղ ենք, մենք պետք է այսօր չի կարելի նայել որպես կղզիաբնակ, պետք է տեսնել գլոբալ կերպով, մենք ապրում ենք գլոբալացման դարաշրջանում։ Չէ՞ որ այն ամենի կեսը, ինչ դուք կրում եք, իրեր են, որոնք ներմուծվում են ձեր երկիր։ Որսում եք ինչի մասին եմ խոսում, այսինքն ձեր վրա, ձեր շուրջը, ձեր տանը,
Կան իրեր ամբողջ աշխարհից, բայց դրա հետ մեկտեղ դուք սևեռված եք Տրինդադի վրա, հասկանում եք ինչ եմ ասում, այս դարում մենք հասանելիություն ունենք եւ մենք բարձրանում ենք երկնային վայրեր Քրիստոսի մեջ եւ կարող ենք օգտագործել անձեռնմխելի պաշարները, որոնք բացվել են խոսքի բացվելու միջոցով, Աստվածաշնչի բացվելու միջոցով, չէ՞ որ հենց որ Աստված բացեց կնիքները, դա նշանակում է, որ ամեն ինչ հասանելի է։ Դուք չեք կարող դա անել ինքնուրույն, բայց ճշմարտության հոգին կարող է ձեզ մտցնել դրա մեջ, իսկ դուք գիտեք մարգարեությունը։ Ես կգամ ձեզ մոտ, ես կբնակվեմ ձեզ մոտ, ես ձեզ ամեն ինչ կհիշեցնեմ, ձեզ ամեն ինչ կսովորեցնեմ, ձեզ ապագան ցույց կտամ, եւ քանի որ դուք գիտեք մարգարեությունը, դուք ասում եք Տեր, դու ասացիր սա, եւ ահա այն։ Հիմա դու ինձ հասանելիություն ես տալիս դրան, եւ ինձ պետք է հասկանալ այս ու այն բանը, որտեղ մարդիկ ինձ հարցնում են դրա մասին, իսկ ես հավատացյալ եմ ուղերձի մեջ եւ մենք ասում ու պնդում ենք, որ 7 կնիքները բացված են, Աստված մարգարե է ուղարկել, իսկ երբ նրանք ինձ հարցեր են տալիս ժամանակակից իրադարձությունների մասին, դե ես չգիտեմ ինչ է դա։ Իսկ եթե դուք չգիտեք ինչ է դա, դուք շփվում եք մարդկանց հետ, ովքեր գիտեն, եւ եթե դուք ունեք մեկին, ով կարող է ձեզ ասել, ոչ, թզենին Իսրայելն է, դուք ասեք, ես միշտ ուզում եմ իմանալ, թե ինչու է նա խոսում թզենու մասին։ Եվ հարցը, ինչու ենք մենք ասում, որ մենք հարցն ենք։ Դուք ասեք ոչ, հարցը գառանկինն է, այսինքն Քրիստոսն ունի ժողովուրդ, որին նա անվանում է իր կինը։ Եվ այդ ժամ սկսում ես իմաստավորել։ Չէ՞ որ շատերը օգտագործում են ամեն տեսակ տերմիններ եւ ասում են տարբեր արտահայտություններ, բայց անձամբ չեն հասկանում, թե ինչ են ասում։ Նրանք կարող են վերապատմել դա, բայց չեն կարող կիրառել։ Կրկնությունը զորություն չունի, կարևորը այն է, թե ինչպես դա կիրառել, ինչպես դա օգտագործել, ինչպես է դա գործադրվում, ինչպես դա գործի մեջ դնել։ Հասկանում եք, այն ժամանակ դա կոտրում է պատնեշները եւ բացում մարդկանց ըմբռնումը, իսկ ահա սա մեզ համար շատ կարևոր է։ Այսպիսով, եթե դուք հասկանում եք այս 4 կնիքը, որը ես շատ անգամներ ձեզ հետ անցել եմ, այս 4 կնիքը Արծիվ մարգարեի ժամանակներում Արծիվ մարգարեն գնաց հունձքի դաշտ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ոչ թե երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, Աստված նրա այդ գործ ուներ մանկուց առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, մեծ ճգնաժամի ժամանակ, երբ նա մկրտում էր, ինչպես Հովհաննեսն ուղարկվեց առաջին գալուստը կանխատեսելու քարայրում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ահա այն ժամանակ նա պատրաստվում էր մեկնել ամբողջ աշխարհով մեկ, այդ ամբողջ ժամանակ նա տեղական քարոզիչ էր Ջեֆերսոնվիլում։ Նա քիչ բան գիտեր Ջեֆերսոնվիլից դուրս, իսկ ահա երբ նա ստացավ հանձնարարությունը, այն ժամանակ նա պատրաստվում էր գնալ Հնդկաստան, նա պատրաստվում էր գնալ Աֆրիկա, նա պատրաստվում էր գնալ Ֆինլանդիա, նա պատրաստվում էր գնալ Նորվեգիա, նա պատրաստվում էր գնալ տարբեր երկրներ, որտեղ հիմա նա գնում էր հանձնարարությամբ, իր կյանքը նույնականացնելով խոսքի հետ։ Մինչ այդ նա իր կյանքում պարգև ունեցող մարդ էր, բայց առանց խոսքի վավերացման։ Նա մի մարդ էր, ում Աստված թույլ էր տալիս ինչ-որ բան ապրել, բայց երբ Աստված թույլ էր տալիս նրան փոր ձեռք բերել, դրանք խորանի շուրջը գտնվող մարդիկ էին, իսկ խորանի շուրջը գտնվող մարդիկ սովորական մարդիկ էին։ Նա ասաց, մեր եկեղեցում հողե հատակ էր։ Մենք հանգանակություն ենք հավաքում ճգնաժամի ժամանակներում հավաքվում էր 80 ցենտ, այնպես որ այնտեղ ոչ մի վիթխարի բան չկար, այնտեղ ոչ դաշնամուր կար, ոչ երգեհոն, ոչ նման բան, չէ որ նա չուներ երաժշտական ծրագրեր եւ նմանատիպ այլ բաներ, սակայն դա Աստծո ժողովուրդն էր, իսկ Աստված միշտ իր գործը, որը պետք է մեծ դառնա, սկսում է ինչ որ շատ աննշան ու անհասկանալի բանից։ Եվ Աստված վերցնում է այն, ինչը գրեթե անիմաստ է թվում, եւ սկսում է դրա միջոցով գործել։ Ահա թե ինչու, երբ մենք խոսում ենք Աննայի ամուլ կնոջ մասին, դուք տեսնում եք, որ այդ գիրքը սկսվում է ամուլ կնոջով, եւ նրան հալածում է հարճ կինը,
Եվ նա ապրում է այդ ամենը ու նա չի կարողանում երեխա բերել, բայց երբ ժամանակը գա, նա կծնի մարգարեի, քահանայի եւ դատավորի մեկ որդու, ում հետ Աստված կսկսի խոսել մանկուց։ Այսպիսով, եթե դուք սրան նայեք, Աստված սկսում է իր նայեք Ռութին, նա դուրս էր գալիս որբայի հետ, միասին։ 3 այրիներ, Ռութը, Նոեմին և որբան, 3 այրիներ, և 3 ամուսիններ մահացել են, և հետո նա սկսեց վերադառնալ Նոեմի հետ միասին, Նոեմին ասում է վերադարձիր, սա իմաստ չունի, վարվիր այնպես, ինչպես քո քույրը, քույրը վերադարձավ, նա ասաց ոչ, որտև նա ասաց քո Աստվածը իմ Աստվածը կլինի, նա կառչեց այդ Աստծուց, նա ինչ-որ բան էր ապրել այդ Աստծո հետ և նա գիտեր, թե ինչ էր ապրել, ես կհետևեմ այս կնոջը, իմ նախախնամությունը կապված է այս կնոջ հետ։ Այս նույն կինը ասաց, քեզ համար հանգստություն չփնտրեմ, այս նույն կինը պատմեց նրան ազգականի մասին, թե ինչպես մոտենալ ազգականին եւ այդպես շարունակ, եւ դա հենց այն կինն է, ում մասին Բեթլեհեմի բնակիչներն ասացին. նա քեզ համար ավելին է, քան 7 որդիները, դիմելով Նոեմիին։ Այնպես որ երբ դուք վերլուծում եք մանր տառերը եւ սկսում եք ուշադիր նայել ու տեսնել, դուք հասկանում եք, այո, սա գրված է, որպեսզի մեզ կյանք սովորեցնի մեզ Աստծո ընտրյալների մասին, թե ինչպես է Աստված մեզ կանչում, Աստված մեզ անցկացնում է այնպիսի վայրերով, որոնք երբեմն շատ դժվար են թվում է, թե մենք պատշաճ հաջողություն չունենք, թվում է, թե մենք գլորվում ենք ներքև, կարծես թե մենք ուզում ենք ավելին իմանալ, բայց այնպիսի տպավորություն է, որ մենք Աստծուց պատասխան չենք ստանում, թվում է, թե երբեմն մենք մտածում ենք, մեր սպասումները այնքան բարձր են, որ մեզ թվում է, այս շաբաթ ես ինչ-որ բան կստանամ, իսկ հետո շաբաթը անցնում է և մենք ոչինչ չենք ստանում, իսկ Աստված հետևում է ձեզ, նա փորձում է ձեզ, նա ստուգում է ձեզ, նա ձեզ փորձում է ամրության համար, չէ՞ որ ազդանշանի մեկ փոխանցման ընթացքում 2 րոպեում Աստված կարող է ձեզ ավելին տալ, քան դուք կկարողանաք ուսումնասիրել ու հասկանալ 5 տարում, չէ՞ որ երբ Աստված անում է այդ ամենը, դա արվում է, նա ասաց իմ մտքերը բարձր են ձեր մտքերից, իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհներից, այդպես է։ Ուստի հետևեք իմ մտքին այս կնիքի մեջ, որտև կնիքը կազմում է այն ամենի կարևոր մասը, ինչ ես ուզում եմ ասել, չէ՞ որ այս կնիքի մեջ մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունենում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դա այն ժամանակն է, երբ մարգարեն գնաց հունձքի դաշտ, դա այն ժամանակն է, երբ հրեաները վերադառնում են իրենց հայրենիք, եւ հենց այս նույն կնիքի ներքո բնաջնջվելու է երկրի 1/4 մասը, որտև նրանց իշխանություն է տրված մերցնելու այս 4 բաներով, համաճարակով մերցնելու համար պետք է վարել կենսաբանական պատերազմ, բակտերիոլոգիական պատերազմ, սովով մերցնելու համար պետք է վերահսկել սննդամթերքի մատակարարումները, որպեսզի սով ստեղծվի, կա սով, որը սկսվում է որպես արհեստական սով, երբ կրճատում են ապրանքների մատակարարումը, որպեսզի բարձրացնեն գները, հասկանում եք, և դրանք պահանջված դարձնեն, և հիմա նրանք շահույթ են ստանում դրանցից, որովհետև դրանք դեֆիցիտ են, մարդիկ ուզում են գոյատևել և նրանք կվճարեն ցանկացած գին, հասկանում եք, իսկ այս ամենը ռազմավարություն է, ինչպես ես քարոզեցի ձեզ 4-րդ Թագավորաց 7-ից, կարծեմ 6, թե ինչպես Բենադադը եկավ ու պաշարեց քաղաքը, այնպես որ աղավն ու աղբը Էշի գլուխը և մնացածը, նայեք թե այդ ամենը ինչքան արժեր, դա նրանց ձեռքի գործն էր, այժմ երբ դուք տեսնում եք դա Աստվածաշնչում Եղիայից հետո եկած օրերում,
Ինչպես եք դուք կարդում Աստվածաշունչը։ Այն նկարագրում է դա Եղիայից հետո եկած օրերում, այն նկարագրում է դա ելքի ժամանակներում, երբ 2.5 միլիոն մարդ կար եւ նրանք անապատում ուտելիք չունեին, նրանք անապատում ջուր չունեին։ Եվ հետո նրանք տեսան, թե ինչպես է Աստվածարարում, դա արձանագրվել է տարբեր տեղերում, որպեսզի մարդն իմանա, որ ամեն մի խոսք, ամեն մի դրվագ ֆիքսված է գրքում որոշակի ձևով։ Ահա թե ինչու է պետք կարդալ մտածված։ Ես նույնիսկ չեմ կարողանա սա չափից դուրս շեշտել, որտեվ երբ ես հանդիպում եմ մարդկանց, տեսնում եմ, որ հենց դա էլ պակասում է։ Չէ՞ որ եթե նրանք ճիշտ կարդան եւ հոգին նրանց մտցնի դրա մեջ, դուք կտեսնեք, որ նրանց հավատքը, որտեղ դա նշանակում է, որ խոսքը բացվում է, հայտնությունը հավատք է, չկա այնպիսի հաղթող զորություն, ինչպիսին խոսքի հայտնությունն է, որովհետև դուք կարող եք որոշել, թե երբ է դա տեղի ունենում եւ որտեղ է դա տեղի ունենում։ Այս վեմի վրա դուք հաստատվում եք, ուստի դուք կարող եք վստահ լինել, որովհետև խոսքը չի կարող հուսախաբ անել, եւ դուք գիտեք, որ խոսքը կազմված է այնպես, որպեսզի ձեզ համար բացահայտի Աստծո ծրագիրը, բացահայտի ձեր տեղը Աստծո ծրագրում, բացահայտի, թե Աստված ինչպես է պատրաստվում բավարարել իր զավակների կարիքները։ Ահա թե ինչու են այս օրինակները կրկնվում Աստվածաշնչում։ Այսպիսով, ինչ վերաբերում է հիմա ինձ, ես ուզում եմ ձեզ ցույց տալ, որ հենց բաբելոնական թագավորն է կառավարելու աշխարհը։ Չորրորդ կայսրությունն է կառավարելու աշխարհը, ոչ թե երրորդ կայսրությունը, առաջին երեքը անհետացել են, նրանք վերածնվելու պատճառ չունեն, իսկ ահա չորրորդ կայսրությունը կունենա, ոչ թե Ամերիկան է կառավարելու աշխարհը, ոչ թե Ռուսաստանն է կառավարելու աշխարհը, ոչ թե Չինաստանն է կառավարելու աշխարհը, նրանց մասին նման մարգարեություններ չկան։ Ուստի, երբ Աստված տեղավորում է այնտեղ ուժերը եւ ցույց է տալիս ձեզ, թե նրանց ինչ դեր է վերապահված, ահա թե ինչու մարգարեն ասաց՝ մի մտահոգվեք Ռուսաստանի համար, նա ասաց, նա գործիք է Աստծո ձեռքում, նա գործիք է Աստծո ձեռքում, որպեսզի պատժի։ Դա Աստծուն վրեժխնդիր լինել Հռոմի կողմից սպանված միլիոնավորների համար, որտեղ նրա մեջ գտնվեցին սրբերի եւ նահատակների արյունը։ Հասկանում եք, ուստի երբ դուք գիտեք ազգերի մարգարեության մեջ, դուք գիտեք, թե Աստված ինչ է ասել այդ ազգերի մասին, դուք տեսնում եք, թե Աստված ինչ է ասել այն մասին, թե ինչպես տեղի կունենա նրանց ոչնչացումը, նա մեզ ցույց տվեց Ամերիկայի ոչնչացումը, նա մեզ ցույց տվեց Ռուսաստանի եւ մյուսների ոչնչացումը Արմագեդոնի պատերազմում, չէ՞ որ երբ Քրիստոսն իջնի, մի մոռացեք այս աշխարհի բոլոր թագավորությունները, որոնց համար նրանք կռվում են, դառնալու են մեր Տիրոջ եւ նրա Քրիստոսի թագավորությունը, դրանք անցնելու են Հիսուսի իշխանության տակ եւ նա կառավարելու է ազգերին երկաթե գավազանով, հասկանում եք։ Այնպես որ երբ մենք նայում ենք խոսքին եւ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենալու, տվյալ պահին ձեզ կարող է թվալ, թե դա այդպես չէ, ընդ որում լրատվամիջոցները հիմա անդադար օգտագործում են քարոզչություն, որպեսզի վերահսկեն մարդկանց եւ քնեցնեն նրանց ինչով պատահի։ Ահա թե ինչու է ասված մեր պատերազմում արյան եւ մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների եւ պետությունների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Պատերազմում եք դուք բարձր վայրերում գտնվող հոգեվոր անօրենության դեմ։ Ասված է Հռոմը կախարդեց ազգերին իր կախարդությամբ, ասված է նա արբեցրեց նրանց եւ խելագարացրեց նրանց։ Ասված է, որ նա հմուտ է կախարդության մեջ։ Այսպիսով, երբ դուք նայեք այդ կնոջ ամբողջ նկարագրությանը Աստվածաշնչում, այո, ապա նրա վախճանին եւ տեսնեք Հեզաբելին, թե ինչեր նա արեց Իսրայելում, ինչպես նա նրանց հեռացրեց ճշմարիտ կրոնից եւ կենդանի Աստծուց դեպի կուռքերը եւ նման բաներ։ Իսկ այնտեղ ցույց է տրված, թե նա ինչեր արեց փոքրիկ Իսրայելում, նայեք երկրի չափսերին, պատկերացրեք, թե ինչ է նա անում այսօր ամբողջ աշխարհում։
Այնպես որ երբեմն նստում ես ու նույնիսկ չես կարողանում ընդգրկել, թե որքան կախարդություն, որքան վերահսկողություն ունի նա ամբողջ աշխարհի եւ բոլոր կինոարդյունաբերությունների ու մնացածի վրա փոքր երեխաների համար։ Հիշում եք, թե քանի տարի առաջ ես քարոզում էի մուլտֆիլմերի մասին եւ այն մասին, որ ամենուր սպանում են, իսկ բոլոր խաղալիքները հրեշներ են։ Եվ հիմա երեխաները սիրել են այդ հրեշներին եւ ծանոթանում են ամենատարբեր հրեշների հետ եւ այդպես շարունակ, եւ ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ը իրենց կրթական համակարգով եւ մնացածով ուղարկում են այդ ամենը երրորդ աշխարհի երկրներ։ Իսկ այդ ամենը մտքի վերահսկողություն է, որովհետև նրանք ուզում են վերահսկել աշխարհի հպատակներին, որոնց վրա ինչպես իրենք են տեսնում իշխանություն ունեն։ Դա նման է պլանտացիայի ստրկատիրոջը։ Նա բանակցություններ չի վարում։ Պլանտացիայի մարդկանց հետ նրանք ստրուկներ են։ Նա հրամայում է նրանց, թե ինչ անել, ահա թե ինչու, երբ դուք լսում եք այն տոնը եւ հռետորաբանությունը, ագրեսիան եւ ճնշումը, որով նրանք խոսում են, դուք հասկանում եք, որ դա ոգի է։ Դուք գործ ունեք ոչ թե մարդկանց հետ, դուք գործ ունեք ոգիների հետ, որոնք ուզում են գերիշխել եւ վերահսկել, ճնշել եւ հարստահարել մարդկանց, եւ հենց այդ պատճառով մարդիկ դառնում են ավելի ու ավելի նևրոտիկ եւ նրանք վախենում են, որ կկորցնեն իրենց աշխատանքը եւ վախենում են էլի ինչ որ բանից, ուստի նրանց ամբողջ կյանքը լարվածության մեջ է։ Նրանք ոչ մի հանգիստ չունեն։ Այսպիսով այս աշխարհը, հիշեք, որ այս դարաշրջանում տիրում է խելագարությունը, շնորհիվ նեյրոգիտության, որի բանալիները նրանք գտել են, բացելով այդ գաղտնիքները, նրանք գիտեն, թե ինչպես վախ ներշնչել, նրանք գիտեն, թե ինչպես մարդկանց պահել անվճռականության մեջ, նրանք գիտեն, թե ինչպես վերահսկել մարդկանց միտքը, նրանք գիտեն, թե ինչպես գայթակղել նրանց եւ հրապուրել նրանց, որպեսզի հարբեցնեն նրանց, այսինքն հոգեվորապես, այնպես որ նրանք շեղվում են իրականությունից, որի վրա պետք է կենտրոնացած լինեին։ Ուստի նրանք չեն կարողանում ապրել հաղթող կյանքով, նրանք դառնում են սովորությունների, մեղքի եւ այլ բաների զոհեր, որոնցից չեն կարողանում ազատվել եւ նրանք դառնում են նևրոտիկներ, որտեղ գիտեն, որ ժամանակին այսպիսին չեն եղել եւ նրանք կարծես փակված լինեն մի վանդակում, որից չեն կարողանում ազատվել։ Իսկ այդ ամենը լավ մտածված էր եւ մարդկանց շահագործում էին, վերցնում ու քշում էին վանդակը, նրանք ասացին. Բաբելոնը բնակարան է, վանդակ ամեն պիղծ եւ անմաքուր թռչունի համար։ Հիշում եք իմ քարոզը, ինչպես ձկներն են ընկնում չար ցանցի մեջ, իսկ թռչունները թակարդը, այնպես էլ մարդկանց որդիները մեր օրերում։ Այնտեղ թակարդներ են լարված, որոգայթներ։ Եվ ահա մենք տեսնում ենք, ես ուզում եմ դիմել Երեմիայի 27-ին եւ այնտեղից կարդալ այն, ինչի մասին հենց նոր հիշատակեցի Երեմիա 27, երբ ես սկսեմ խոսել, դուք շատ բան կհիշեք, որովհետև դրա վրա նույնպես շատ ժամանակ եմ ծախսել։ Բայց ես դիտարկում եմ սա չորրորդ կնիքի հետ միասին այն պատճառով, որ սա վերջին ճակատամարտն է, որի արդյունքում Բաբելոնյան թագավորը ստացավ գլոբալ վերահսկողություն երկրի ազգերի վրա, եւ Աստված տվեց նրան դա։ Ուստի այն, ինչ կատարվում է երկրի վրա,
Դա Աստծո թույլատրելի կամքով է, որովհետև Աստված պատրաստվում է պատժել այս ազգերին։ Աստված պատրաստվում է հաշվեհարդար տեսնել այս ազգերի հետ, ինչպես նա անում էր անցյալ ժամանակներում։ Բավական է նայել Աստծուն, թե ինչպես էր նա վարվում Աստվածաշնչում այն ազգերի հետ, որոնք վատ էին վերաբերվում իր ժողովրդին, տարբեր բաներ էին անում, երբեմն նա օգտագործում էր նրանց իր ժողովրդին պատժելու համար։ Երբ Նաբուգոդոնոսորը վերցրեց նրանց, երբ մյուս թագավորները վերցրին ու ցրեցին 10 ցեղերին ազգերի մեջ, եւ այդ ամենը, երբ Տիտոսը կործանեց քաղաք ու տաճարը եւ ցրեց նրանց երկրի վրա, Աստված օգտագործում է այդ ամենը իր ժողովրդին պատժելու համար։ Եվ երբ նրանք դաս են քաղում, այն ժամանակ Աստված վերադարձնում է նրանց հետ, նա չի ոչնչացնում նրանց, նա պատժում է նրանց։ Իսկ խոսքում ասում է, եթե մենք առանց պատժի ենք մնում, ապա մենք խորհուրդ ենք։ Դուք ասեք, ինչու մենք պետք է ապրենք այս ամենը։ Տեսնում եք, մարդիկ միշտ այդպես են ասում, որովհետև նրանք տեսնում են միայն մեկ աշխարհ, այս փոքրիկ աշխարհիկը, որտեղ տրված է ապրել 70 տարի։ Նրանք չեն հասկանում, որ Աստված խոսում է հավիտենական կյանքի մասին, Աստված խոսում է հավատքի քաղաքակրթության մասին։ Միակ հավատքի քաղաքակրթությունը, որը ճանաչում է այս աշխարհը, Հիսուսն է, ով ապրում էր հավատքի քաղաքակրթության մեջ, երբ նա վերահսկում էր ամեն ինչ, ոչինչ իրեն չէր վերահսկում, ինչպես նաև Ադամը մինչև անկումը, երբ Աստված նրանց տվեց տիրապետություն ամեն ինչի վրա, նրանք այնտեղ էին եւ նրանք ունեին այդ տիրապետությունը, նրանք դրսևորում էին այդ տիրապետությունը, բայց եթե դուք նայեք այսօրվա մարդուն, նա չունի այդ տիրապետությունը, մարդը ընկած էակ է։ Եթե դուք այսօր նայեք կրոնասեր մարդուն, եկեղեցու տղամարդուն կամ հարանվանության մեջ գտնվող կնոջը, նրանք դա չունեն, դա մի աշխարհ է Աստվածաշունչը ձեռքին։ Հասկանում եք։ Այնպես որ այն ամենը, ինչ կատարվում է երկրի վրա, էլ ավելի մեծ լարվածություն է ստեղծում, էլ ավելի մեծ ճնշում է առաջացնում, ուտելիքն ավելի թանկ արժենա, մարդիկ ավելի ու ավելի շատ կկորցնեն իրենց աշխատանքը։ Ինչու՞։ Որովհետև նրանց իշխանություն է տրված սպանելու, իսկ սպանությունները ստեղծում են աշխարհում անկայունություն։ Այդ բոլոր սպանությունները, այդ ամբողջ համաճարակները ու մնացած ամեն ինչը վախ են ներշնչում, նայեք համաճարակին, պանդեմիային։ Երբ նրանք հայտնվում են հերթական վերապատվաստմամբ ու նոր շտամով, գիտեք ինչ կլինի։ Մարդիկ որոշ ժամանակ անց կհայտնվեն ճնշման տակ, կշարունակեն մնալ այդ ճնշման տակ եւ նրանց նորից կվերադարձնեն մեկուսացման։ Բայց սա այն սկզբունքն է, որով նրանք աշխատում են, որպեսզի դուք մնաք հոգեպես անկայուն, որպեսզի ձեր հոգեպես ապակայունացնեն, այդպես ձեզ ավելի հեշտ է վերահսկել, որովհետև դուք ունեք վախ, երբ ձեզնից մեկ առ մեկ խլում են ձեր իրավունքները եւ երբ ձեզ ցույց են տալիս, որ դուք չեք կարող ստանալ այս աշխատանքը, որովհետև պատվաստված չեք եւ նման բաներ, այնժամ դուք տեսնում եք, որ դրա գայթակղությունը մեծ է։ Եթե դուք գիտեք, եթե ես պետք է մեռնեմ, ապա թող մեռնեմ, որովհետև իմ կյանքը հաճելի է Աստծուն։ Իսկ եթե Աստված ուզում է, որ ես այստեղ լինեմ, ապա ես չեմ կարող մեռնել, ես այստեղից կհեռանամ միայն այն ժամանակ, երբ Աստված պատրաստ կլինի, բայց ես չպետք է գնամ զիջման համակարգի հետ այն պատճառով, որ ես վախ ունեմ։ Եթե ես հիմա վախ ունեմ եւ տեղի եմ տալիս դրան, նշանակում է ես դեն եմ նետել Աստծո խոսքը, ես դադարել եմ հավատքով քայլել, որպեսզի քայլեմ տեսողությամբ, ես անջատվել եմ Աստծուց, որպեսզի միանամ ինչ-որ ղեկավարի կամ ինչ-որ մեղավորի, ով քաղաքական իշխանություն ունի կամ էլի ինչ-որ բան ու ինձ վրա վախ է բերում, ձեզ դա պետք չէ, ձեզ պետք է այնպիսի վիճակ, որ ասեք Տեր, մենք գիտենք, որ քո գալուստը մոտ է, էլ ինչ վերջին ժամանակի նշանը մեզ պետք տեսնել, որպեսզի համոզվենք, որ մենք ապրում ենք վերջին ժամին։ Ինչպիսի վիճակում մենք պետք է լինենք, որպեսզի իմանանք,
Ոչ։ Եվ եթե դուք 30-40 տարի ծառայում եք Աստծուն, իսկ այսպիսի մանրուքները վախ են բերում անվճռականություն, անվստահություն, եւ դուք իրականում Աստծո համար ոչ մի հոգի չեք նվաճում, հուսահատության մեջ դուրս չեք գալիս փողոց, չեք փորձում ինչ-որ մեկին բերել Քրիստոսին, չեք փորձում ինչ-որ բան անել, չեք ամրապնդում ձեր շուրջը գտնվող եղբայրներին ու քույրերին եւ նման բաներ, ապա ինչ նպատակի համար եք ապրում դուք։ Դուք ապրում եք աննպատակ, որտեղ դուք հաստատ ոչ մի նպատակ չունեք։ Դուք պետք է ծառայեք Աստծո նպատակին, հասկանում եք։ Հիմա խորհեք ինձ հետ միասին, ես թափ եմ դատում, նկատի ունեցեք, ես հիմա թափ եմ խոսում։ Դուք ասեք, դե ես չեմ հավատում, որ հափշտակությունը հիմա կլինի, ես կարծում եմ, որ հափշտակությունը 20 տարի հետո կլինի։ Դուք հասկանում եք, ովքեր են կռվում այս պատերազմում, դուք հասկանում եք, ով է կանգնած այս պատերազմի թիկունքում, ահա թե ինչ եմ ես փորձում ձեզ հասկացնել, եւ դուք տեսնեք, թե ով է կանգնած այս պատերազմի եւ երկու գերտերությունների թիկունքում, երկու միջուկային տերությունների, որոնք հիմա իրար են ուտում։ Իսկ նրանք եւ մեկին եւ մյուսին մեծ հարգանք են մատուցում եւ սա շարունակվում է արդեն շատ տարիներ դեռ Մարգարեի ժամանակներից 1962 թվականին, երբ նրանք ունեցան կուբայական հրթիռային ճգնաժամը եւ Մարգարեն սկսեց աղոթել այդ առավոտն, ասաց. «Ո Աստված, նայիր, այս երկիրը կարող է մոխրի վերածվել, որտեղ Ռուսաստանը հենց այնտեղ Կուբայում միջուկային ռումբեր ունի եւ այլն»։ Եվ ամբողջ աշխարհը քարացավ տեղում։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ դա նորից կրկնվում է, եւ դուք տեսնում եք Միացյալ Նահանգների եւ նրանց դաշնակիցների ագրեսիան։ Դուք գիտեք, թե ով է կանգնած նրանց թիկունքում եւ այդժամ դուք տեսնում եք, բայց նայեք, որքան խաբուսիկ ու խորամանկ է դա տեղի ունենում։ Աշխարհիկ մարդը դա չի տեսնում, որովհետեւ նա չգիտի, որ դրանք մարգարեության մեջ եղած երկրներ են, նա չգիտի, որ կան ազգեր, որոնց մասին ասված է մարգարեության մեջ, եւ հենց նրանք են խաբում աշխարհին, նրանք դա չգիտեն, նրանք կարող են դա ասել, որտեվ ինչ որ մեկն է ասում, բայց եթե նրանք հասկանային, թե ինչպիսին էր Ամերիկան առաջ, իսկ հետո Ամերիկան այլևս ենթակա չէր փրկագնման եւ հանձնվեց ու հիմա գործիք է Հռոմի համար։ Եվ դուք տեսնում եք, թե որքան սուտ ու ճնշում կա։ Ես չգիտեմ, դուք հետևում եք որոշ լուրերի, որովհետև նրանց վրա այնքան պատժամիջոցներ են դրել։ Իսկ սա ես կփորձեմ հասցնել ձեզ, բայց իմ առանցքային միտքը այս երեկո սա է. Բարձրյալը տիրում է մարդկանց թագավորության վրա։ Եթե Աստված է թագավորում մարդկանց թագավորության մեջ, մենք կարիք չունենք վախենալու, որովհետև քանի դեռ մենք այստեղ ենք, մենք լիազորված ենք Հարսի անդամներով եւ նրանց միջոցով նա կավարտի գործը։ 7 կնիկների տակ եղած գաղտնիքները ուղերձը տրված են Հարսին մեծ հանձնարարությունը ավարտելու համար, նա պետք է ավետարանը տանի ամբողջ աշխարհով մեկ։ Ես այնքան շատ եմ ճամփորդել այն պատճառով, որ ես գտնվում եմ այդ ազդեցության տակ։ Մենք անցկացնում էինք այդ հավաքույթները եւ մենք ունենք ներգրավված շուրջ 20 կամ ավելի թարգմանիչներ ամբողջ աշխարհում։ Եվ մենք անցկացնում էինք այդ միջազգային հավաքույթները ինտերնետային հաղորդակցությամբ եւ այլն, եւ մարդիկ նվիրում էին նրան, որ դրան ժամանակ տրամադրեն ու անեն դա, որովհետեւ նրանք հավատում են այս բաներին։ Դրանում մասնակցում են մարդիկ այդ 20 կամ ավելի երկրները, որտեղ թարգմանում են այդ լեզուներով, իսկ հետո ռադիոյով հեռարձակում են Աֆրիկայի տարբեր վայրերում։ Ինչու Աստված մեր եղբորը ներշնչանք տվեց կազմակերպելու մեր եկեղեցական ռադիոն։ Նայեք, թե ինչպես է այն ծառայում։ Այն հասնում է մարդկանց ամբողջ Տանզանիայում եւ այդ վայրերում։ Իսկ դա մեր սովորական եղբայրն է, սովորական պարզ մի եղբայր, եւ մարդիկ չէին հասկանում, որ այդ ամենը զետեղված էր նրա մեջ եւ նա արեց դա ավետարանի հաղորդման համար։ Նաև այլ եղբայրներ հավաքվեցին միասին դեռ դրանից առաջ
Եվ այնտեղ ամեն ինչ կարգավորեցին պատգամի հաղորդման համար, հետո կա մի այլ բաժին, որը տպագրում է քարոզները, որպեսզի մարդիկ կարդան դրանք ամբողջ աշխարհում հասկանալու համար, թե ինչ է ուղերձը։ Միայն թե պետք չէ ինձ ասել, որ դուք կարդում եք եղբայր Բրանհամին եւ հասկանում եք նրան, նույնիսկ մի փորձեք ինձ համոզել դրանում։ Ահա թե ինչու է ես ձեզ ասում, նա ուղարկված է ինձ մոտ, իսկ ես ուղարկված եմ ձեզ մոտ։ Ահա թե ինչու երբ մենք խոսում ենք ուղերձի մասին, հասկանում եք, օրինակ այն գրվածքները, որոնք ես կարդում եմ, դուք չեք դիմի գրքի այդ հատվածներին, գուցե դուք գիտեք, որ դրանք այնտեղ կան, բայց ինչպես ես ասում եմ, դուք ապրում եք Տրինիդադում եւ դա հեռու է ձեզնից, դուք ապրում եք ձեր թաղամասում, դուք ունեք լավ փոքրիկ ընտանիք եւ դուք այնտեղ եք եւ դուք գնում եք եկեղեցի եւ հասկանում եք, դա օրհնություն է։ Իսկ մարդիկ նայում են ձեզ, տեսնում են այդ լույսը եւ ասում են, նրանք բոլորովին տարբեր են, ես չգիտեմ մի ուրիշ այդպիսի ընտանիք, եւ արդյոք կան էլի այդպիսի ընտանիքներ մեր թաղամասում, որտեղ նրանք հասկանում են, որ դուք միշտ միասին եք եւ նրանք տեսնում են ձեզ բակում, եւ նրանք տեսնում են ձեզ փողոցում, եւ դուք գնում եք մթերքի հետևից եւ այլն, իսկ նրանք տեսնում են ձեզ, դա նման է գրված նամակի։ Եվ երբեմն նրանք ուզում են հարցնել, իսկ երբեմն պետք է զգայուն լինել ու ասել, իսկ որտեղ եք դուք ապրում, դուք քրիստոնյա եք, եւ դուք սկսում եք զրույցը, երբեմն դուռը բացվում է, իսկ երբ դուռը բացվում է, ձեզ հարկավոր չէ անպայման երկար մնալ, ես կցանկանայի ձեզ հետ գրականությամբ կիսվել, վերցեք կարդացեք, ես վստահ եմ, որ դա ձեզ համար օրհնություն կլինի։ Եվ դուք գիտեք, որ նրանք հարգում են, հիանում են ձեզնով, եւ դուք ասում եք, դե հենց սա էլ փոխեց իմ կյանքը, դրանից առաջ, եթե դուք ինձ տեսնեիք, դուք նույնիսկ չէիք էլ խոսի ինձ հետ այստեղ, բայց սա ինձ կերպարանափոխեց, եւ ես կարծում եմ, որ սա մինչեւ հիմա ունի նույն զորությունը։ Տեսնում եք, մենք ներկայացուցիչներ ենք, Աստվածաշունչը մեզ անվանում է Քրիստոսի դեսպաններ։ Դուք ասեք, ես հավատացյալ եմ, իսկ դուք երբևէ ձեզ համարել եք Քրիստոսի դեսպան, որ դուք ներկայացնում եք Քրիստոսին այլ մարդկանց մեջ, որպեսզի վկայեք նրա մասին եւ այդպես շարունակ։ Այսինքն այնպիսի բաների մասին, որոնց մասին մենք հիմա խոսում ենք խոսքից, ես գիտեմ, որ ձեզնից շատերը հնարավոր է երիտասարդ են եւ դրա համար երբեմն ես այնքան ժամանակ եմ հատկացնում, որպեսզի որոշ բաներ իրենց տեղը դնեն, որպեսզի դուք պատկերացում ունենաք այս աշխարհի մասին, չէ՞ որ երբ մենք գտնվում ենք մեր գյուղում կամ ինչ-որ մի տեղ, մենք չենք տեսնում այս աշխարհի ամբողջ պատկերը եւ եթե դուք նայում եք ինչ-որ բան, լուրեր կամ ինչ-որ բան այլ երկրներից, վավերագրական ֆիլմ կամ մի այլ բան, դուք կարող եք ինչ-որ բան տեսնել ինչ-որ երկրում, բայց երբ դուք ավելի ուշադիր նայեք եւ տեսնեք ուժերը այս աշխարհում, սա այն ժամանակաշրջանը, երբ այս աշխարհը նորից քայքայվում է, երկրի վրա եւ մարդկանց վրա խավար է, վերկաց եւ լուսավորվիր, քո լույսը եկել է եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա, դուք չեք պատերազմում արյան եւ մարմնի դեմ, այլ իշխանությունների եւ պետությունների դեմ։ Հասկանում եք։ Իշխանությունները բոլոր կառավարություններն են, որոնք ընդունում են բոլոր օրենքները։ Հետո ամեն տեսակ ուժեր, ինչպես ես արդեն ասացի, ձեզ կրոնական ուժեր, քաղաքական ուժեր, դիվային ուժեր, երկրի վրա կան ամեն տեսակ իշխանություններ, հասկանում եք։ Ինչպես նաև հոգևոր անօրենությունը բարձր վայրերում։ Սա խոսք է Եփեսացիների թղթից, ոչ, դա Տրինիդադում ամենուր է։ Դուք գիտեք, թե որքան մարդիկ են երկրպագում սատանային այս երկրում։ Ես նկատի ունեմ նայեք միայն մեր մշակույթին, այն ամենին, ինչ մենք անվանում ենք մշակույթ, դա սատանայի երկրպագություն է։ Նայեք, թե որքան կրոններ կան, որոնք Քրիստոսինը չեն, որոնք չեն ճանաչում Քրիստոսին, դա փիլիսոփայություն է։ Այնտեղ ոչ մի հարաբերություն չկա կենդանի Աստծո հետ։ Այնտեղ զոհ ես մատուցում, տարբեր բաներ ես անում։
Այսինքն մարդիկ ապրում են իրենց կյանքով և նրանք ոչ մի հարաբերություն չունեն։ Իսկ եթե դուք տեսնում եք, որ զորություն չունեք ուրիշներին վկայելու, ապա արդյոք ունեք Սուրբ Հոգին, որովհետև դուք չեք կարող վկա լինել առանց Սուրբ Հոգու։ Ճշմարիտ վկայի վկայությունը դա Սուրբ Հոգին է ձեր մեջ։ Հենց նա է վկայում Քրիստոսի մասին։ Եհովայի վկանները իրենց վկաներ են անվանում։ Նրանք անձրևանոցով քայլում են ու գիրք են վաճառում։ Դա Քրիստոսի մասին վկայություն չէ, դրա մեջ կենդանի Աստված չկա, նրանք կարծում են, թե Աստված շունչ է, կյանքի շունչ և վերջ, այն ունեն կենդանիները, մարդիկ և այլն, և դուք մեռնում եք, ձեզ հետ վերջացած է, ոչ մի գիտակցություն չկա։ Իսկ մենք, ում Աստված ճշմարտությունն է տվել, պետք է իմանանք, որ մեզ չի կարելի գործնել մեր զորությունը։ Մենք զորություն ենք այս կղզու վրա, մենք զորություն ենք Կարիբյան ավազանում, մենք զորություն ենք այս արևմտյան կիսագնդում։ Հետո, երբ մենք սկսեցինք տեսնել այս եկեղեցու ազդեցությունը ամբողջ աշխարհում, և հասկացանք, թե ինչը դարձավ դրա պատճառը, մարդիկ ալիք ունեցան տեսնելու, նայելու և լսելու։ Տեսնելու և լսելու այն, ինչ նրանք տեսնում ու լսում էին, սկսեց ազդել նրանց վրա։ Եվ այդժամ նրանք սկսեցին կիսվել դրանով ուրիշ մարդկանց հետ։ Ահա թե ինչպես էր տարածվում ավետարանը։ Այդպես ավետարանը տարածվում էր, և դրա համար չի կարելի թերագնահատել այն, ինչ Աստված կարող է անել ձեր միջոցով։ Մտածեք, դուք պետք է նրա համար հասանելի դառնաք, որովհետև մեր ժամանակը քիչ է մնացել դրա համար։ Մեր ժամանակը սպառվում է, չէ՞ որ եթե թույլ տան պատերազմ բռնկվի և Ամերիկայից այն տեղափոխվի հարավ, կամ Վենեսուելայից տեղափոխվի հյուսիս, գիտեք ինչ կպատահի, եթե Ռուսաստանը գա, ինչպես Թրամփն էր ուզում ռմբակոծել Վենեսուելան և այլն, իսկ նրանք վերցրին ու երկու ինքնաթիռ ուղարկեցին Կարակաս։ Եվ երբ ամերիկացիները տեսան, որ ռուսները այդ երկու ինքնաթիռները բերեցին Կարակաս, բոլորը միանգամից հանդարտվեցին, որտեղ նրանք կարող էին այդ ռումբերը այնտեղից հենց իրենց վրա բաց թողնել, իսկ երբ նա ցույց տվեց Ֆլորիդայում ռումբերի ընկնելու նմանակումը, ամերիկացիները ընդհանրապես սկսեցին դողալ։ Դա մի տեսակ վախեցնել է, ինչ է սա, ինչպես կարող է նա նման բան անել, թվում էր, թե այդպես վարվելը քաղաքակիրթ չէ, տեսնում եք, սակայն նրանք ասացին, մենք նրանց այնպես կռմբակոծենք, որ կվերադարձնենք քարիդար, երբ նրանք եկան Իրաք, սպանեցին ավելի քան 1 միլիոն մարդու և ոչ ոք, ոչ միջազգային քրեական դատարանը, ոչ լրատվամիջոցները չզբաղվեցին դրանով։ Նրանք ասում էին, այո, դրանք ահաբեկիչներ են, այդ մուսուլմանները և մյուսները, այդ ջիհադը։ Եվ հետո դա սկսեց համարվել ինչ-որ արմատական բան, թեև դա այդպես չէր։ Դա զուտ էր, նրանք խաբեցին մարդկանց, նրանք քանդեցին իրենց իսկ երկվորյա աշտարակները և այլն ու մեկնեցին այնտեղ, նրանք ընկան Իրաքի, Լիբիայի նավթի հետևից։ Եվ այսօր մնում է նույն ոգին։ Երբ դուք նայում եք, դուք պետք է զանազանություն ունենաք, որովհետև սա այնպիսի մի դար է, որ այս չար աշխարհի Աստվածը կուրացրել է մարդկանց միտքը, ահա թե ինչու սա կույր ժամանակաշրջան է, Լաոդիկեան կույր է։ Մի կարդացեք խոսքը հենց այնպես, մտածեք այն մասին, ինչ ասվում է խոսքում և այս հատվածներում, սա կույր ժամանակաշրջան է, Լաոդիկեան ժամանակաշրջան է, Լաոդիկեան կղզի չէ, երկու կղզի չէ, կամ մի այլ բան։ Լաոդիկեան ժամանակաշրջանը մի ամբողջ շրջան, կույր ողորմելի,
մերկ, թշվառ եւ չգիտեն այդ մասին, Աստված ասաց ես ձեզ պիտի փսխեմ իմ բերանից, դուք ինձ մոտ սրտխառնոց եք առաջացնում եւ Աստված փսխեց նրանց։ Սրանք այն մարդիկ են, ովքեր Քրիստոսին դուրս հանեցին եկեղեցուց, նրանք ոչ մի Քրիստոս չեն ուզում, նրանք ուզում են մնալ իրենց աշխարհում։ Երբ դուք նայում եք սրան, գիտեք, երբեմն մենք ամեն ինչ հանգեցնում ենք նրան, որ նրանք մերժեցին եղբայր Բրանհամին, դե նա մարդ էր։ Դուք կարծում եք, թե եթե ամբողջ եկեղեցական աշխարհը վերցնի ու ասի, մեզ դուր չի գալիս այս մարդը, եւ երբ նրանք մտածեն, թե ազատվել են այդ մարդուց, ամեն ինչ վերջացած է, Աստված կասի, իմ ծրագիրը ձախողվեց, ես պետք է նրա նման 50 հատ ունենայի, 100 հատ նրա նման կամ 1000 հատ այդպիսին։ Բայց չէ, որ հենց դրա համար էլ եկավ այդ մարդը, նա տնկեց սերմը, որպեսզի աճի մի ամբողջ բերք, որպեսզի հայտնվի Գերասա անհաղթելի բանակ, եւ դուք նայեք ձեզ, արդյոք դուք այդ բանակի մասնիկն եք։ Ուղերձը դա չի նշանակում ես հավատում եմ եղբայր Բրանհամին։ Դա չէ, որ ձեզ իրավունք է տալիս հայտնվել հափշտակության մեջ։ Ինչպես եք դուք հավատում նրա մասին։ Հավատալ եղբայր Բրանհամին նշանակում է նա քարոզում էր լսել, զանազանել եւ վարվել ըստ խոսքի։ Իսկ երբ դուք լսում եք, թե նա ինչ էր քարոզում, ինչ բերեց մեզ այս սերնդի մեջ, ինչ է նա ասում հարսի էության մասին, իսկ դա մենք ենք, այնժամ մենք համարձակորեն սկսում ենք ապրել դրանով, որովհետև նա մեզ ցույց տվեց մեր իրական էությունը, որպեսզի մենք տեսնենք մեզ այնպես, ինչպես հրեշտակը բացահայտեց նրան իրեն իսկ, երբ նա ցույց էր տալիս նրան իրեն Աստվածաշնչում, միթե Աստված մեզ ցույց չտվեց մեզ իսկ Աստվածաշնչում։ Ահա թե ինչ է այն անում ձեզ հետ, ահա թե ինչ է այն ձեզ ցույց տալիս, եւ մեզ պետք չէ արկածներ փնտրել, ոչ։ Ամեն անգամ, երբ առաջանում է իրավիճակ, որը մեզ հեռացնում է այն բանից, ինչին մենք կանչված ենք, մենք կարող ենք ամուր կանգնել եւ այդ իրավիճակը վերցնել մեր վերահսկողության տակ։ Մենք կարող ենք ամուր կանգնել իմանալով, որ մենք մենակ չենք։ Ինչպես Եղիսեն ասաց Գեհեզիին, ավելի շատ են նրանք, ովքեր մեզ հետ են։ Աստծո հրեշտակը շրջապատում է մեզ։